Ձեզանից քանի հոգի մի հատ ես բացեմ մասնակիցների ցանկը, քանի հոգի ա լսել մեր աքսելերատոր ծրագրի մասին եւ քանի հոգի դիմել ա։ Ես գիտեմ Էրիկին եւ Անահիտին, որ հաստատ դիմել են։ Էլով է մեր ցանկից դիմել մասնակիցներից։ Միայն Էրիկը եւ Անահիտը։ Իսկ քանի հոգի ա էլ լսել աքսելերատոր ծրագրի մասին, որ հետաքրքրվել է ծրագրով։ Նատալի ջան, ես եմ լսել ես վերջ անգամ, երբ որ վերջացրեցինք մեր ինկուբատորը ու խոսեցինք դրա մասին Գրիգորի հետ, հենց ասեցի մի հատ ավելի խոր իմանամ ինչա ոնց է, որպեսզի կարանք զարգացնենք Թումանյանսը։ Թումանյանց հյուրատուներ, չէ՞, ինձ կհիշեցնեք Կրիստինե ջան։ Ընտանեկան ռեստորանա։ Ընտանեկան ռեստորան, որտեղ է ինքը գործում։ Այս պահին Մոսկովյանի վրա է։ Հա, Երևանում։ Կենտրոնում, հա, բայց մենք ուզում ենք ավելի շատ գաստրոյարդանենք, ոչ քաղաքում։ Ուղղակի պիտի տարածք վերցնենք հետո էլի, հələ որ ստեղ ենք։ Հասկանալի է։ Շատ լավ։ Աքսելերատոր, իսկ ձեզանից քանի հոգի հստակ պատկերած, ես համոզված եմ ինկուբացիայի շրջանում եւ առհասարակ մեր փորձագետների հետ Iris Business ինկուբացիայի գործունեության շրջանում առնչվել եք աքսելերատոր տերմինի հետ, ինկուբատոր, աքսելերատոր ով կասի, ինչն է դրա տարբերությունը եւ ինչով է ինկուբացիայի փուլը բիզնեսում տարբերվում աքսելերացիայի փուլից։ Ով կցանկանա կիսվել իր պատկերացմամբ։ Շատ նորմալ է, եթե չիմանանք, շատ-շատերն են շփոթում, նույնիսկ այնպիսի կառույցներում, որ, չգիտեմ, կարծում էի, որ պիտի հստակ իմանան դրանց տարբերությունը, այնց որ շատ նորմալ է, ինքը նորություն է Հայաստանում, նամանավանդ ՓՄԶ ոլորտում, այնպես որ նորմալ է, եթե հանկարծ, չգիտեմ, սխալվեք կամ հանգիստ ձեր կարծիքն ասեք, ինձ շատ հետաքրքիր է։ Ասա Էրիկ ջան, դուք իմանաս դու դիմել ես ծրագրին, Քանի բայց որ ես ասա խնդրեմ։ քանի որ ես Իրիսի դասերին եմ մասնակցել, Impact Hub-ի դասերին եմ մասնակցել, ես մի քիչ տեղյակ եմ։ Տարբերությունը նրանում է, որ ինկուբատորը հիմնականում սկսնակների համար է, ովքեր որ դեռ չունեն բազա, չունեն գիտելիքներ կամ համապատասխան ռեսուրսներ ու կիրառում դրանց, այդ ժամանակ դիմում են ինկուբատորի, որպեսզի կարողանան մեկնարկեն։ Իսկ աքսելերատորը ավելի շատ ավելի պրոֆեսիոնալ կամ մեկնարկից հետո զարգացման կամ պրոցեսների արագացման մասին է։ Կարճ կոնկրետ, այո, լրիվ համաձայն եմ։ Ես որ ուզում եմ օրինակ որպես օրինակ ալեգորիայի տարբերակով ներկայացնեմ ինկուբատորի ու աքսելերատորի տարբերությունը, դա համեմատում եմ համալսարանական ակադեմիական կրթության հետ։ Ինկուբատորը ավելի շատ բակալավրն է, իսկ աքսելերատորը արդեն մի քիչ մասթերսն է, այսինքն մագիստրատուրան է։ Այնպես որ աքսելերատորի տարբերությունը նաև այն է, որ մասնակիցները, ձեռներեցները մի քիչ ավելի նեղ մասնագիտական են խորանում բիզնես գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացման, ձեռքբերման եւ դրանց կիրառման ձևաչափում։ Հիմա Iris աքսելերատորի մասին սկսեմ ներկայացնել։ Նախ ասեմ, որ այս ծրագիրը մենք իրականացնում ենք Helvetas-ի Reconomy ծրագրի աջակցությամբ, Reconomy աջակցության շրջանակում կկարողանանք իհարկե իրականացնել աքսելերատոր ծրագրի ֆինանսական մասը, այսինքն այս ծրագիրը վճարովի է, շուկայում առաջին անգամ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար դասական աքսելերացիայի, դասական բիզնեսների համար, դասական աքսելերացիայի առաջին փորձն ենք անում։ Նո, առաջին ասելով, դեռ չգիտեմ ձեզանից ով կհիշի,
2022 թվականին UNDP-ի հետ մենք առաջի պիլոտը արեցինք, փորձարկելու համար, թե առհասարակ Հայաստանում դրա կարիքը կա, չկա, պատկերը ընդհանուր, ձեռնեցները որքանով են պատրաստ այդ պրոդուկտին, առհասարակ աքսելերացիային ու բավականին դասեր մենք քաղեցինք, լիքը բան սովորեցինք այդ պիլոտային փուլից եւ դա կիրառում ենք նաեւ այս արդեն այս ծրագրի շրջանակում եւ Recon-Me ծրագիրը մեզ աջակցում է այս ծրագրին բավականին լուրջ ձևով ներդրում ունենալով այդ վճարովի կոմպոնենտի համար մասով, այսինքն ծրագիրը վճարովի է, իսկ Recon-Me ծրագրի վճարի 90%-ը այս շրջանում ծածկում է, սուբսիդավորում է։ Մեր տեղեկատվական հանդիպման այս հանդիպման շրջանում ես կներկայացնեմ առհասարակ, թե մենք ինչ խնդիր ենք ֆիքսել էկոհամակարգում եւ այդ խնդրին իհարկե ՓՄԾ էկոհամակարգի մասին է խոսքը եւ դրան ինչպես ենք լուծում մշակել, ինչ լուծում ենք առաջարկում աքսելերացիա, ինչու հենց աքսելերացիա եւ այդ աքսելերացիան ում համար է ծառայելու, ում է օգնելու զարգացնել իր բիզնեսը, ծրագրի ընդհանուր ծրագրի մասին, ժամանակացույցը, ուսումնական ծրագրի կառուցվածքը, դուք ստեղ նաեւ կտեսնեք դրա տարբերությունը ինկուբացիայի եւ աքսելերացիայի, ում համար է, ով կարող է դիմել, դրա արժեքը, սուբսիդավորումը, մասնակցության պայմանները, Iris Business Incubator-ի ու Հայ Էկոնոմ բանկի համագործակցության մասին, իդեմս շրջանառու ֆոնդի կոնտեքստում, շրջանառու ֆոնդի մասին կանրադառնամ, իհարկե ձեր հարցերին կպատասխանեմ։ Տեսեք, Շոխ ջան, մեր այս ծրագիրը մեր 400 եւ ավել անդամ ունեցող ռեզիդենտների համայնքի ձեռնեցների համար չի, շատերի համար չի, բայց ինչ ենք մենք այս անգամ որոշել, որ այս տեղեկատվական հանդիպումը ոչ թե հրավիրելով կազմակերպել, այսինքն կոնկրետ թիրախավորել այն ձեռնեցներին, ում համար է սա կամ ում կարող է բնավ հետաքրքրել այս ծրագիրը, այլ բաց ենք արել բոլորիդ համար, որ դուք նույնպես նրանք, ովքեր որ չեն համապատասխանում, նախ եւ առաջ իմանան, թե ինչն է տարբերությունը ինկուբացիա եւ աքսելերացիայի միջև, որն է հաջորդ քայլը ինկուբացիայից հետո, ձեր ձգտումները, թե դուք որպես ձեռներեց, որպես սկսնակ ձեռներեց կամ ինքնազբաղ անհատ ձեռներես ձեր ամբիցիաները դեպի ուր ուղղեք, հա, սա ոնց որ ուղին է ցույց տալիս ձեռներեցության հաջորդ զարգացման քայլի։ Տեսեք, մենք ինչ խնդիր ենք ֆիքսել էկոհամակարգում։ Առհասարակ բոլորս գիտենք, որ շատ դոնոր կազմակերպություններ ֆինանսավորում են տարբեր ծրագրեր, այդ թվում նաև Iris Business Incubator-ն է մինչ այսօր անվճար ծառայություններ մատուցել, առաջարկել բիզնեսի զարգացման շղթան իր ամբողջական փուլերով, այդ թվում նաև բիզնես գիտելիք, մենթորների հետ աշխատանք, քոուչերի հետ աշխատանք եւ այդ թվում նաև վերջում ֆինանսական աջակցություն դրամաշնորհների տեսքով, հա, բայց առհասարակ շուկայում կա դրա բացը, շուկայում ձեռներեցները ներդրումային հոսքերի ներդրումների միջոցով չեն ցանկանում զարգացնել իրենց բիզնեսը, ավելի շատ հենվում են հենց դրամաշնորհներին, դրամաշնորհային ֆոնդերից եւ այս աքսելերատոր ծրագրի շրջանակում մենք նաեւ ցանկանում ենք, որ այդ մտածելակերպը եւ այդ կուլտուրան, մշակույթը ձևավորենք, որ ձեռնեցները պետք է նաեւ ձգտեն ներդրումներ ներգրավելու միջոցով ներդնեն իրենց բիզնեսի զարգացման գործում, քանի որ այն ձեռնեցները, այն բիզնես միավորները, որոնք գոյատևում են բառիս բուն իմաստով կամ ճակերտներով ասված դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրող դրամաշնորհների միջոցով, նրանք փորձը ցույց է տալիս, որ հենց այդ միջոցները դադարում են, այդ հոսքերը դադարում են լինել, ձեռնեցները, բիզնես միավորները կամաց կամ անմիջապես դադարում են գործունեություն ծավալել։ Եվ բանկերն էլ առհասարակ հետաքրքրված են քիչ ռիսկային բիզնես միավորների հետ գործ ունենալ։ Ինչու՞։ Շատ պարզ, բանկը ինքը կոնսերվատիվ ֆինանսական կառույց է,
իր նպատակն է իր ֆինանսական միջոցները մինիմալ ռիսկերով շրջանառության մեջ դնել։ Եթե փոքր բիզնեսը ռիսկային գոտու, բարձր ռիսկային գոտու ներքո է գտնվում, այնպես չի, որ բանկը հատուկ ամեն ինչ անում է, որ չաշխատի փոքր բիզնեսի հետ։ Ոչ, ուղղակի Iris Business Incubator-ը հանձինս Accelerator ծրագրի շրջանակում մեր նպատակն է այդ բարձր ռիսկայնությունը նվազեցնելով համագործակցել այս պարագայում մեր գործընկեր Կառույցի Հայ-Կոնոմ բանկի հետ, որպեսզի փոքր բիզնեսները նույնպես հնարավորություն ունենան ներգրավել ներդրումային ֆոնդեր ներգրավելու process-ի մեջ։ ՓՄԶ-ների շրջանում նկատվում է նաև ֆինանսական գործիքների ներգրավման և կիրառման նկատմամբ վստահության պակաս, ինչը լրացուցիչ խորացնում է ֆինանսավորման հասանելիության խնդիրը։ Սրա ներքո մենք ի նկատի ունենք, որ փոքր բիզնեսները, ովքեր որ դիմում են բանկերին և մեծամասնությունը ստանում են մերժում, կարծում են, որ ընտրովի է կատարվում կամ ընտրովի է բանկը հաստատում կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով է հաստատում կամ իրեն չհաստատեցին, որովհետև ինչ-որ այլ պատճառներ կան, բայց հիմնականում պատճառները, ինչպես ասացի, դա բարձր ռիսկայնության գոտում գտնվելն է, ինչպես նաև պակաս սակավ ֆինանսական գրագիտությունը։ Դա շատ մեծ խնդիր է մեր փոքր և բիզնեսների համար և դուք էլ անցնելով մեր ինկուբացիոն ծրագրերը կամ համոզված եմ այլ ծրագրեր նույնպես, օրինակ Էրիկի նման, նույն Impact Hub-ը տարատեսակ կազմակերպությունների կրթական կոմպոնենտներ անցնելով, դուք վստահ գիտեք, որ տարբեր զարգացման փուլերում ֆինանսական գրագիտությունը նույնպես տարբերվում է, այսինքն թեթևից, թույլից, միջինից գնալով բարձրանում է։ Եվ ինչքան բիզնեսը ավելի է զարգանում, այնքան բնականաբար պետք է ձեռներեցը նույնպես խորացնի իր ֆինանսական գրագիտության մակարդակը, որովհետև պարտավորությունն ու պատասխանատվությունը նույնպես համապատասխանաբար բարձրանում է։ Փոքր բիզնեսը, որը որ գտնվում է օրինակ ինկուբացիոն մակարդակում, ինքը հստակ ձևավորված պրոդուկտ, այսպես ասած, չունի, այսինքն ինքը նոր շուկա է մտնում, նոր ձևավորում է իր հաճախորդին, իր շուկան, իր բազան, ինքը այդքան վստահ ձևավորված շրջանառություն, այսպես ասած, չունի, կայուն ձևավորված շրջանառություն չունի, բնականաբար իր ֆինանսական գրագիտությունն էլ այդ պահեդրությամբ չի թելադրում, որ լինի բարձր։ Եվ առնչվելով ֆինանսավարկային կառույցի հետ, բնականաբար այդ մասը թերանում է։ Եվ այդ է նաև պատճառներից մեկը, որ բանկերի հետ վստահությունը պակասում է փոքր բիզնեսի համար։ Եվ վերջին մեր հիմնավորումը այս համատեքստում հիմնական պատճառներից են նաև ռազմավարական և գործառնական պլանավորման, ֆինանսական կառավարման և ժամանակակից գործիքների կիրառման համատեքստում որոշակի բացելով և բավարարման բարելավման անհրաժեշտությամբ։ Այս բոլոր խնդիրներին ի պատասխան Iris Business Incubator-ը մշակել է հենց Accelerator ծրագիրը, որպեսզի նվազեցնի բարձր ռիսկայնությունը փոքր բիզնեսների համար, տրամադրի ֆինանսական գրագիտության հանդեպ կարևորությունը և բնականաբար գիտելիքը և փորձառությունը, և նաև կապող օղակ հանդիսանա հենց ֆինանսավարկային կառույցի մեր պարագայում Հայ-Կոնոմ բանկի միջև։ Դուք որպես մեր ռեզիդենտ արդեն շատերդ առնչվել եք շրջանառու ֆոնդի հետ, 1/3 հաստատ մերժվել եք, դա շատ նորմալ տենդենց է, սակայն այն մեր ձեռներեցները, ովքեր 50-ից ավել ձեռներեցներ, ովքեր ում հաստատվել է շրջանառու ֆոնդից օգտվելու մասը հաստատվել է, նրանք 100% վերադասունեության ռեյտինգ մենք ունենք, այսինքն այդ նույն պլանավորումը բանկի հետ այնքան գրագետ է կազմակերպվել, որ բոլոր մեր ՓՄԶ-ների, բոլոր փոքր բիզնեսների համար դա ֆինանսական բեռ չի հանդիսացել։ Սա ուղղակի միջազգային բանկի և EBRD բանկի տվյալներից եմ հանել այստեղ, թե ինչ տենդենց է առհասարակ 2024 թվականի վերջի տվյալներն եմ ձեզ ասում,
թե պատկերը որն է փոքր եւ միջին բիզնեսները, որ դիմում են բանկերին, խոչընդոտները բարձր տոկոսադրույքներն են, դա բնականաբար մոռացած ես ասեմ, գրավադրման պահանջները չեն համապատասխանում փոքր բիզնեսների ակտիվների կառուցվածքին, 1/3-ը։ Մյուս 1/3-ը մոտավորապես բարդ ընթացակարգերն են, վարկային գնահատումը, փաստաթղթերը, վարչարությունը չափազանց բարդ են։ Մյուս 1/3-ը փոքր ընկերություններից բանկային ֆինանսավորում ստացողների բաժինը կազմում է 1/3-ը եւ խոչընդոտներից է նաեւ գրավադրման պահանջները։ Գրավադրման պահանջները չեն համապատասխանում փոքր բիզնեսների ակտիվների կառուցվածքին։ Մեր աքսելերատոր ծրագրի հնարավորություն ենք տալու նաև բնականաբար մասնակցեն ռեզիդենտներից դուրս նաև այլ ձեռներեցներ, վերջին քանի տարիների ընթացքում շատ ձեռներեցներ են մեզ դիմել, ցուցաբերելով հետաքրքրություն ներգրավել մեր ինկուբացիայի կամ աքսելերացիայի ձևաչափերում, բայց քանի որ նրանք չեն համապատասխանել մեր թիրախային խմբերին, միշտ դուրս են մնացել եւ այս ծրագիրը նաեւ մենք իրականացնում ենք այն նպատակով, որ ռեզիդենտներից դուրս նույնպես այլ ցանկացողներ, այդ թվում նաև ավելի զարգացած բիզնեսի զարգացման ավելի բարձր դիրքերում գտնվող ձեռներեցներ նույնպես կարողանան օգտվեն, ունենան հասանելիություն մեր շրջանառու ֆոնդի։ Ծրագրի հիմնական նպատակն է նշված ոլորտների այս մոռացա ասեմ, որ առհասարակ աքսելերատոր ծրագրերը նեղ ոլորտային են իրականացնում, դա ավելի արդյունավետ է լինում։ Մեր պարագայում մենք ընտրել ենք որպես մեր պիլոտային ծրագրի ոլորտներ, առաջնային ոլորտներ, գյուղատնտեսությունը եւ տուրիզմ եւ հյուրընկալությունը։ Երկու առանձին, բայց եւ այնպես փոխ լրացնող ոլորտներ են եւ այս ծրագրին կարող են դիմել կոնկրետ գյուղատնտեսության ոլորտի, գյուղպրոդուկտի, ինչպես նաեւ տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտի ձեռներեցները, որոնք գտնվում են աճի զարգացման հետեւյալ փուլերում։ Կորցրեցի։ Մինչև 1 տարի, մինչև գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի ոլորտներում հստակ ձևավորված բիզնես կամք եւ մոտիվացիա ունեցող մարզային բիզնեսները կարող են դիմել, շուկայի սկզբնական վավերացման փուլում գտնվող 1 եւ ավել տարի գործող բիզնեսներ, ֆիքսված եկամտային հոսքեր ունեցող աճի փուլում գտնվող 1-ից 3 տարի գործող բիզնեսներ, ֆիքսված եկամտային հոսքեր ունեցող աճի փուլում գտնվող 1-ից 3 տարի գործող բիզնեսներ։ Այսինքն, եթե դուք ունեք հստակ ձևավորված պրոդուկտ, ունեք հստակ ձևավորված ձեր շուկան, ձեր հաճախորդների բազան, ունեք ձևավորված թիմ, կամ ունեք այն պատկերացումները, որ աճի, ընդլայնման եւ մասշտաբավորման փուլում ինչ թիմի կառուցվածք է ձեզ անհրաժեշտ, նպատակ ունեք ձեր բիզնեսը աճի, ընդլայնման եւ մասշտաբավորման փուլում դիտարկել, նոր շուկաներ դուրս գալ կամ արտահանել, ապա այս ծրագիրը ձեզ համար է։ Առհասարակ, ինչ կտա ծրագիրը մասնակցին ու մասնավորաբար կոնկրետ մեր տեղեկատվական հանդիպումը ռեզիդենտների պերսպեկտիվայից, տեսանկյունից եմ ես ձեզ ասում, քանի որ դուք արդեն ունեք հասանելիություն շրջանառու ֆոնդին, դուք ինչ կստանաք ձեզ համար աքսելերատոր ծրագրին մասնակցությունը, ինչ առավելություններ կտա։ Առհասարակ, տարվա կտրվածքով առնվազն 2 անգամ ձեռնարկողը պետք է ինքնուրույն կարողանա իրականացնի իր բիզնեսի կարիքների գնահատումը։ Սա նրան օգնում է, այս գործիքը, այս գործառույթը օգնում է ձեռնարկողին հստակ պատկերացում ունենալ այդ պահի դրությամբ իր ուղղությունը, թե արդյոք ինքը ճիշտ է ամեն ինչ պլանավորել, արդյոք այդ առաջիկա կես տարիների ընթացքում որևէ ռիսկային
որը ռիսկային գործառույթներ, գործողություններ չկան իր էկոհամակարգում, ինչպես դա կարող է վերանայել այդ ռիսկային փուլերը, ինչպես կարող է ադապտացնել իր բիզնեսը տրենդներին։ Առհասարակ, եթե առաջ մի քանի տարի մենք կարող էինք հանգիստ մեզ թույլ տալ պլանավորել մեր գործերը, այսօր մենք դա չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև ամեն ինչ շատ արագ փոխվում է եւ փոփոխականները շատ ավելի շատ են ու շատ կարճ ժամանակահատվածում են այդ փոփոխականները անդադ փոփոխվում եւ ձեռնեցը անընդհատ պետք է կարողանա թեմայի մեջ լինի, հանկարծ չուշացնի իր process-ները։ Եվ դրա համար այդ կարիքների գնահատման կոմպոնենտը շատ կարևոր է։ Աքսելերացիայի փուլից անմիջապես առաջ, ակադեմիա մուտքից անմիջապես առաջ, բոլոր ձեռներեցները անցնելու են կարիքների գնահատման անհատական հարցազրույց խորհրդատվություն փորձագետների խմբի հետ, որին մասնակցելու են նաև բանկը, բանկային, ֆինանսավարկային կազմակերպության տեսանկյունից գնահատման process-ին մասնակցելու նպատակով։ Այսինքն մասնակիցը կարիքների անհատական հարցազրույցի ավարտին հստակ ունենում է այն պատկերացումը, թե աքսելերացիայի շրջանակում ինքը ինչի վրա պետք է ակցենտ դնի եւ իր ներդրումային եւ արտահանման պլանը, փաստաթուղթը ինչ պետք է արտացոլի։ Նաև առավելություններից մեկը այն է, որ ձեռներեցները բնականաբար բոլորդ էլ զբաղված եք եւ շատ դժվար է լինում ֆիզիկապես առցանց ներկա գտնվել դասընթացներին եւ այդ փուլերին եւ այս անգամ մենք որոշել ենք, որ հիմնական մաստեր կլասերը դրանք տեսաձայնագրված տարբերակով ենք ներկայացնելու, որպիսի ֆիքսված ժամանակահատվածում ձեռնեցը հնարավորություն ունենա ազատ լինի ունկնդրել այդ բոլոր դասերը իր համար հարմար ժամանակ եւ վայրում։ Այսինքն ձեռներեց մասնակիցը ինքը նայում է վիդեո դասերը, նայելուց հետո հնարավորություն ունի հարց ու պատասխանի խորհրդատվության ձևաչափի շրջանակում տվյալ մաստերկլասը վարող փորձագետի հետ ունենա սեսիա, առցանց սեսիա եւ իր հարցերը ուղղի։ Նախորդ դասընթացները վիդեո տեսագրությունների տեսքով ինքը ունկնդրում է վեր է հանում իր բոլոր հարցերը, որ արտացոլում է իր բիզնես կարիքները եւ դրանցով դիմում է դրանք բարձրաձայնում է փորձագետի մոտ։ Ներդրումային արտահանման ծրագրի մշակման նպատակով մենթորների հետ անհատական աշխատանքի եւ մասնագիտական ուղեկցման հնարավորություն։ Եվ որ ձեռներեցը արդեն հստակ կարիքների գնահատման հարցազրույցի հիման վրա ունի իր փաստաթուղթը, իր ուղեցույցը, այսպես ասեմ, թե ինքը ինչի շրջանակում պետք է աշխատի եւ ինչ փաստաթուղթ պետք է, ինչ ներդրումային կամ արտահանման պլան պետք է ներկայացնի ներդրումային կոմիտեին, մենք ունենալու ենք մենթորների բազմաքանակ մենթորների բազա, որի շրջանակում ձեռներեցը հնարավորություն է ունենալու աշխատել արդեն նեղ մասնագետ բիզնես մենթորների, փորձագետների հետ, նրանք օգնելու են տվյալ ձեռներեցին իր պլանի մշակման շրջանակում։ Արդյունքում ձեռներեցը ներկայացնելու է ներդրումային կոմիտեին պատրաստի ներդրումային փաստաթուղթ, պլան, որը ինքը ներկայացնելու է փիչ անելու կոմիտեին եւ կոմիտեն դրա արդյունքում հաստատելու է այդ պլանը։ Տարբերություններից մեկը նաև շրջանառու ֆոնդին որպես ռեզիդենտ դիմելու եւ որպես աքսելերատորի մասնակից դիմելու նաև այն է, որ եթե շրջանառու ֆոնդին մեր ռեզիդենտները կարող էին դիմել ֆիքսված գումարի շրջանակում եւ ֆիքսված ժամանակահատվածում պետք է հետ վերադարձնեին այդ գումարը, ներդրումային գումարը, ապա այս պարագայում մենք ունենք մի քիչ ճկունություն առ այն, որ եթե ձեռներեցը կարողանա հստակ ձևակերպի իր ներդրումային փաստաթղթով եւ ապացուցի, որ իրեն անհրաժեշտ է ավել գումար, քան սովորաբար տրամադրվում է շրջանառու ֆոնդի շրջանակում,
ապա ներդրումային կոմիտեն դա կարող է վերանայել, այդ թվում նաև ժամկետների մասով։ Այստեղ, քանի որ այս ծրագիրը նույնպես մեր համար մեկնարկային է, նոր է, մենք այս ճկունությանը տեղ ենք տալիս, նորություն ենք տալիս այս ճկունությանը եւ պատրաստ ենք անհատապես դիտարկել անհատական հայցերը ձեռնեսների կողմից, կապված գումարի սահմանաչափի հետ։ Iris Business Incubator-ի շրջանառու ֆոնդին որպես ձեռներեց ռեզիդենտ դիմելու պարագայում այնտեղ, եթե չեմ սխալվում, մինչև 10 միլիոն էր դրված սահմանաշեմը։ Մեր հայտարարության տեքստում նույնպես մենք դա նշում ենք, որ դա մինչև 10 միլիոն է, ու ելնելով նրանից, որ սովորաբար զարգացման այս փուլում գտնվող բիզնեսները սովորաբար ինչ ակնկալիքներ են ունենում ներդրումային, էլի, բայց եւ այնպես նորից կրկնվեմ, մենք պատրաստ ենք անհատապես դիտարկել տվյալ ներդրումային պլանը կապված կոնկրետ այդ հայցի հետ։ Ներդրումային փիչինգ ներդրումային կոմիտեի առջև։ Մինչև այսօր դուք բոլորդ ունեք այդ փորձառությունը փիչինգի։ Ներդրումային փիչը բավականին տարբերվում է դասական փիչից, որը որ դուք անցել եք։ Առհասարակ ասեմ, որ ՓՄԶ ոլորտում դասական բիզնեսների շրջանում սա առաջին փորձն է դասական ներդրումային ծրագիր, աքսելերատոր ծրագիր իրականացնելու, որի շրջանակում ձեռներեցներդ դուք հնարավորություն եք ունենալու անցնել այս փորձառության միջով նույնպես, դա ներդրումային կոմիտեի առջև ներդրումային փիչ անելն է։ Ցանկացած ձեռներեց պիտի իմանա այս հմտությունը, սա հմտություն է, եւ այս հմտությունը պետք է հասանելի լինի բոլոր այն ձեռներեցների համար, ովքեր իրավ նպատակ ունեն ընդլայնվեն, մասշտաբավորվեն, նոր շուկաներ մուտք գործեն, արտահանեն կամ պատրաստվեն այս գործառույթներին։ Տարբերությունը ինկուբացիայի եւ աքսելերացիայի մասնակցող ձեռներեցների նաեւ այն է, որ աքսելերացիայի ամբիցիաներ ունեցող ձեռներեցների մտածելակերպն է տարբերվում, ժողովուրդ ջան։ Այդ մտածելակերպը շատ կարևոր է, այսինքն դուք ինչպես եք տեսնում ձեր բիզնեսը, օրինակ 3-ից 5 տարի անց։ Բնականաբար ձեռներեցությունը ինքը նաև կարիերայի հիմնական կարիերայի միջոց է, այսինքն ամենօրյա, առօրյա ապրուստի գումար վաստակելու միջոց է, դա շատ նորմալ պրակտիկա է, բայց եւ այնպես ձեռներեցներից նրանք, ովքեր որ հստակ ամբիցիաներ ունեն մեծացնել, ընդլայնել, մասշտաբավորել իրենց միավորը, բիզնես միավորը, ավելի հենց բառից բուն իմաստով մեծացնել իրենց բիզնեսը, ապա իրանց մտածելակերպն ու ամբիցիաները նույնպես տարբերվում են։ Աքսելերատորի շրջանակում նաև մենք անդրադառնում ենք այդ մտածելակերպի կարևորությանը եւ նաև այն թեմաներին, որոնց պետք է առնչվի այդ տվյալ ընդլայնման ամբիցիաներ ունեցող ձեռներեցները նույնպես։ Դրա մեջ է այդ հմտությունների շարքին է պատկանում նաև կոնկրետ ներդրումային փիչ ասածը, որը տարբերվում է դասական փիչից նրանով, որ իր մեջ ավելի ոնց որ այդ դասարան փոխելու պահն է, որ ասում եմ կա բակալավր եւ կա մագիստրատուրա։ Ներդրումային կոմիտեի ներկայացվող ներդրումային փիչը ինքը բավականին լուրջ հմտություն եւ կոմպետենտություն պահանջող միավոր է, որը ծրագրի շրջանակում բնականաբար մենք սրան շատ կարեւորություն ենք տալու եւ այդ հնարավորությունը հմտության զարգացման նաև կտրամադրենք մեր ձեռներեցներին։ Մասնագիտական մոտեցում, ժամանակի արդյունավետ կառավարում։ Չնայած որ ինկուբացիայի ծրագրի շրջանակում նույնպես ամեն շատ ճիշտ համակարգված է, ամեն ինչ ճիշտ ժամանակին է, ֆիքսված, պլանավորված, նախորդ տրամադրված, նույնը անել ենք նաև աքսելերատորի ծրագրի շրջանակում եւ այստեղ ավելի շատ ժամանակը տնօրինելու է ձեռնեցը ինքնուրույն աշխատանքը ստեղ ավելի շատ է, ուղղորդված մենթորների հետ անհատական հանդիպումներով, բայց եւ այնպես այն փաստը, որ դասընթացները տեսաձայնագրված են եւ ձեռնեցը կարող է ինքնուրույն տիրապետել, թե այն երբ եւ ինչքան տևողությամբ, քանի մասի բաժանած ինքն է իր տեսաձայնագրությունը, այս ճկունությունը շատ կարևոր կոմպոնենտ է
աքսելերացիայի շրջանակում, հաշվի առնելով, որ մոդուլների թիվը 9 է եւ յուրաքանչյուր տեսաձայնագրություն առնվազն մինչև 1.5 ժամ է տևում։ Դե պատկերացեք, քանի ժամ մենք հնարավոր ճկունություն ենք տրամադրում ձեռնարկեցին տնօրինի ինքնուրույն։ Ինչպես ասացի, մեր ծրագիրը վճարովի է եւ ծրագրի վճարը կազմում է 530,000 դրամ։ Բայց քանի որ Reconomy ծրագիրը մեր աքսելերատոր ծրագրին աջակցում է, այդ թվում նաև ֆինանսական տեսանկյունից, նա 90%-ով սուբսիդավորում է վճարը։ Դա չի նշանակում, որ հաջորդ մեր աքսելերատոր ծրագրերը նույնպես այս չափաբաժնով կսուբսիդավորվեն։ Բնականաբար մենք հասկանում ենք, որ 530,000-ը բավականին մեծ գումար է եւ անպայման սուբսիդավորման կոմպոնենտ պետք է ներառի իր մեջ, հետագայում նույնպես, բայց եւ այնպես 90% սուբսիդավորումը դա բավականին բարձր ցուցանիշ է եւ նրանք, ովքեր որ մտածում են առհասարակ աքսելերացիայի դիմեն, կարող եմ ոգևորել, որ այս փուլից հաստատ չհրաժարվեն, որովհետև պարզ չէ, վստահ չենք, որ հաջորդ մեր փուլերը կլինեն նույն ոլորտներում եւ կսուբսիդավորվեն նման չափով։ Մեր գործընկեր կառույցը շարունակում է լինել Հայ Էկոնոմբանկը, այս բոլոր փուլերում, աքսելերացիայի բոլոր փուլերում Հայ Էկոնոմբանկը իր ներգրավվածությունն ունենալու է, բացատրեմ ինչպես։ Սկսած հայտադիմումների ընդունման փուլից Հայ Էկոնոմբանկի ներկայացուցիչի հետ միասին իր բիզնես ինկուբատորի ներկայացուցիչը, աշխատակիցը ուսումնասիրելու է հայտադիմումները եւ հենց այդ պահից մենք ֆիքսելու ենք նրանք, ովքեր որ պոտենցիալ ունեն շարունակելու ընտրության բոլոր փուլերով, կշարունակեն, իսկ նրանք, ովքեր որ չեն համապատասխանում ծրագրին, նրանք դուրս կմնան։ Պատճառը ինչն է։ Այստեղ ժամանակի հստակ կառավարման կոմպոնենտն ենք մենք կիրառում, այսինքն մեր համար մեր նպատակն է, որ ճիշտ թիրախավորված մասնակիցներ ներգրավեն ծրագրի մեջ, որոնց համար արդյունքը կլինի իրենց հաջողությունը, այսինքն նրանք կներգրավեն ներդրումներ, կդնեն իրենց բիզնեսի զարգացման, ընդլայնման, մասշտաբավորման, արտահանման դուրս գալու կամ նոր շուկաներ դուրս գալու կոմպոնենտի վրա եւ կհաջողեն։ Այսինքն մենք չենք ընկնում թվերի հետևից, մեզ համար կարևորը արդյունքն է եւ որակն է։ Եվ դրա համար հենց ներգրավման փուլում մեր նպատակն է բանկի հետ միասին հետևողական լինել, որպեսզի այն ձեռնարկները ներգրավեն ծրագիր, ովքեր ունակ կլինեն, պատրաստ կլինեն աշխատել ներդրումային ֆոնդերի հետ։ Սա ժամանակացույցն է, ասեմ, որ հունվարի 12-ին պետք է մենք ամփոփեինք հայտարարությունների ընդունման փուլը, բայց որոշեցինք, որ եւս մի քիչ երկարացնենք մինչեւ փետրվարի սկիզբ կամ փետրվարի կեսերը, շուտով մենք դրա մասին կհայտարարենք, ինչու, որպեսզի ել ավելի մանրակրկիտ ներգրավման գործառույթները շարունակենք եւ ավելի շատ որակով հայտադիմումներ ստանանք, այնպես որ այս տվյալը դեռ արտացոլում է այն պլանը, որը որ դիտարկում էր, որ հունվարին մենք արդեն սկսելու ենք բիզնեսի կարիքների անհատական գնահատման process-ը, այն մի քիչ կհետաձգվի, այնպես որ փետրվարին 2026-ի փետրվարին մենք արդեն կունենանք ցանկը այն բոլոր մասնակիցների, ովքեր որ կհաստատվեն աքսելերատորի ծրագրի համար եւ հունվարի վերջ փետրվարի սկզբին մենք արդեն կսկսենք բիզնեսների անհատական գնահատման հարցազրույցները, իսկ փետրվարի վերջ կմեկնարկի ակադեմիան։ Այնուամենայնիվ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծրագրի ավարտը, այսինքն ներդրումային փիչը, ներդրումային կոմիտեին տեղի ունենա ապրիլի վերջ, որպեսզի մասնակիցները կարողանան հասանելիություն ունենան ֆոնդերին արդեն մայիսին։ Սա նույնպես այս ժամանակացույցը մշակվել է ելնելով այն փաստից, որ ոլորտները, որոնց հետ մենք աշխատելու ենք գյուղատնտեսություն եւ տուրիզմ, այդ հանգիստ փուլը, պասիվ սեզոնային փուլը անցնելուց անմիջապես ապրիլ-մայիսին դուք արդեն հասանելիություն ունենաք ձեր ներդրումային ֆոնդերին։
Ուսումնական ծրագրի մասին մի քիչ ասեմ, ինչպես արդեն ասեցի, 9 հիմնական մոդուլից է բաղկացած մեր ուսումնական ծրագիրը, որի շրջանակում, որը ներառում է տարբեր բաղադրիչներ։ Դրանցից մեկը դա մինչև 90 րոպե տևողությամբ 9 տեսանյութ մաստեր կլասերն են, առցանց գործնական հանդիպում վարող փորձագետի հետ, խորհրդատվություն, հարց ու պատասխան, առցանց խմբային աշխատանքներ, անհատական ինտենսիվ աշխատանք, դա այն կոմպոնենտն է, որ դուք ինքնուրույն անհատական շատ աշխատելու եք ձեր ներդրումային պլանի շրջանակում, որի համար անհրաժեշտություն եք ունենալու նեղ մասնագետների հետ աշխատելու, դրանք բիզնես մենթորներն են, որոնք կկցվեն ձեզ, առնվազն 4 պարտադիր ժամ, ամբողջ աքսելերատոր ծրագրի շրջանակում ձեռնեսները հնարավորություն են ունենալու աշխատեն կցված մենթորների հետ, ինչպես նաև լրացուցիչ մենթորական ժամերի հնարավորություն նույնպես կտրամադրվի ձեռնեսներին։ Առցանց եւ անցանց համանքային միջոցառումներ, network կապերի ստեղծում, այստեղ մենք կունենանք մի քանի ֆիզիկապես հանդիպումներ, որոնք պարտադիր կլինի մասնակիցները ներգրավեն, իսկ հիմնականում 80-90% բոլոր գործառույթների առցանց է տեղի ունենալու։ Ներդրումային փիչինգի փորձ եւ այլ օժանդակ գործողություններ։ Մոդուլները այստեղ ես կարճ ներկայացնեմ ձեզ 9 մոդուլները եւ ինչով են դրանք տարբերվում ձեր կողմից ինկուբացիայի շրջանում անցած թեմաներից։ Կարիքից միջև product market fit-ը ինքը տերմին է, միջազգային տերմին է, ինքը պրոդուկտի համապատասխանելիությունը տվյալ շուկային, այս կոմպոնենտն է, այսինքն թե որքանով է պրոդուկտը համապատասխանում այն շուկային, որքանով է այն պահանջված եւ դրանց համապատասխանելիության կարեւորությունը։ Այս մոդուլի շրջանում դրան են անդրադառնալու, որքանով դու ել ավելի համապատասխանեցնես քո պրոդուկտը, քո շուկային, որքանով ես դու ճիշտ ընտրել թիրախավորել քո շուկան եւ որքանով է քո պրոդուկտը ծառայում քո շուկայի պահանջներին։ Մոդուլ 2-ը մարդիկ, թիմեր, ցանցեր, առաջնորդություն եւ կլաստերային ցանցային մտածելակերպ։ Այս մոդուլը վարելու է Նարեկ Ալեքսանյան, համոզված եմ բոլորը ճանաչում եք Նարեկին։ Այստեղ մենք անդրադառնալու ենք ընդլայնման, աճի, ընդլայնման, մասշտաբավորման փուլերում, նոր շուկաներ դուրս գալու, ինչպես նաև արտահանման պատրաստվածության ձևաչափում, ինչպիսի թիմ է, ինչպիսի կառուցվածքով պիտի թիմը ներկայանա, որոնք են այն դերակատարումները եւ դերերը, որոնք պետք է լրացվեն, ովքեր են այն անձիկ, որոնք պետք է լրացնեն այդ բացերը եւ առհասարակ կլաստերային եւ ցանցային մտածելակերպը գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտում շատ կարեւոր է, մասնավորաբար եւ որ մենք թիրախավորում ենք ռեգիոնալ մարզային միավորներին, բիզնեսներին եւ այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող եւ տուրիզմի ոլորտը ներկայացնող ձեռներեցները իրենք հստակ այս փուլում պետք է իմանան ինչ ասել է լինել կատալիստ, ինչ ասել է կլաստերային ցանցային մտածողություն եւ ինչպես դա մոնետիզացնել եւ ինչու է պարտադիր եւ կարեւոր եւ անհրաժեշտ մոնետիզացնել կլաստերային ցանցային գործառույթները մարզերում գործող բիզնեսների համատեքստում, դա շատ կարևոր է։ Սրան բոլորին անդրադառնալու է Նարեկը։ Թվային փոխակերպում մենք արդեն 21-րդ դարը կորցրել է իր արժեքը որպես ալեգորիա օգտագործելու տեսանկյունից, մենք արդեն թևակողել ենք արհեստական բանականության փուլ եւ այն ակտիվ ու արագ, շատ արագ ներեխուժում բոլոր բնակավարները, այդ թվում նաև Հայաստան,
Ես անձամբ օգտագործում եմ Active ChatGPT-ին եւ ինքը շատ արդյունավետությունը իմ շատ բարձրացնում է։ Ես շատ կարճ ժամանակում շատ ավելի մեծ ծավալով աշխատանք եմ ներկայացնում, իրականացնում, որը օգնում է իմ աշխատանքին։ Պատկերացնում եք, ես ինչքան ժամանակ եմ խնայում եւ այդ խնայած ժամանակն ավելի շատ եմ կարողանում արդյունավետ օգտագործել։ Սա ընդհանրապես մի օրինակ, բայց գյուղատնտեսության եւ туриզմի ոլորտում նույնպես շատ գործիքներ կան արհեստական բանականությունից զատ, որոնք պետք է անպայման կիրառել արդյունավետությունը բարձրացնելու համար։ Շողջան, ժամանակը ահա որ արագացել է, շատ արագացել է եւ ցանկացած փոփոխություն, որը տեղի ունենում աշխարհաքաղաքական համատեքստում, քարտեզում, շատ արագ կերպով անդրադառնում է նաեւ մեր տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնեսի վրա, այն բիզնեսը, որը գործում է մարզում, գյուղատնտես է, նույնիսկ տարրական, չգիտեմ, մեղվաբուծության ոլորտում։ Այնքան արագ այդ ազդեցությունը գալիս հասնում մեզ, որ մենք նույնպես մեր պրոցեսները պետք է արագացնենք, որպեսզի առնվազն հետ չմնանք։ Դրա համար թվային փոխակերպման գործառույթը շատ կարևոր է այսօր ոչ միայն Հայաստանում, այլ կոնկրետ անձամբ ձեր բոլորիդ համար եւ այս թվային փոխակերպման մասին նաեւ անդրադարձ է լինելու բնականաբար շատ մանրակրկիտ մոդուլ 3-ում։ Այստեղ Վարազդատ Ավետիսյան մեր նոր փորձագետներից է առաջարկելու է ներկայացնելու է առհասարակ թվային փոխակերպման համատեքստը փոքր եւ միջին ձեռնարկությունների համատեքստում եւ թե որ գործիքներն են առավել արդյունավետ մեր այս ոլորտները ներկայացնող ձեռներեցների համար, իսկ դուք ձեր մենթորների հետ միասին կկարողանաք առանձնացնել կոնկրետ այն հստակ գործիքները, որոնք կոնկրետ ձեր բիզնեսի համար կիրառելի կլինի ներդրումներ ներգրավելու շրջանակում։ Մոդուլ 4-ը կայուն բիզնես եւ գործառույթների մասշտաբավորում նոր տնտեսության պայմաններում։ Մոդուլ 4-ը անդրադառնալու է ինչ ասել է նոր տնտեսություն, ինչպես է դա ուղղակիորեն անդրադառնում ձեր եւ ձեր գործունեության վրա, ինչ ասել է կայուն բիզնես եւ ինչպես այն օգտագործել ի օգուտ շրջանառել ի օգուտ ձեր ներդրումային պլանի եւ ձեր ապագային ընդլայնման, մասշտաբավորման, արտահանման, նոր շուկաներ դուրս գալու ձևաչափում։ Մոդուլ 5-ը ապագային միտված туриզմ, այստեղ մենք խոսում ենք առհասարակ թե ինչ տենդենսներ կան, որոնք արժի դիտարկել, որոնց մասին պետք է մտածել, այստեղ մենք երկու հատուկ ոլորտային մոդուլներ ենք առանձնացրել, դրանք գյուղատնտեսությունն են եւ туриզմը, եւ քանի որ այս ծրագիրը մի քիչ տեսաձայնագրված է եւ բնականաբար ինքը մի քիչ ունիվերսալ պետք է լինի, գյուղատնտեսության եւ туриզմի մոդուլների շրջանակում փորձագետներն ավելի շատ տենդենսներին են նաեւ անդրադառնալու եւ այն կարեւորագույն կոմպոնենտներին, որոնք ձեռներեցը պետք է բաց չթողնի, պետք է շատ ուշադիր լինի եւ հետևի դրանց։ Մոդուլ 7-ը բնականաբար ֆինանսական կառավարում, Գրիգորն է վարելու մեր փորձագետը, այստեղ նաեւ մենք շատ ավելի խորը անդրադարձ ենք անելու գնագոյացմանը եւ ինքնարժեքի մասին, ինքնարժեքի հաշվարկներին, մոդուլ 8-ը արտահանման պատրաստվածություն, ճանապարհ դեպի միջազգային շուկաներ, այս մոդուլի շրջանակում նաև նոր շուկաների դուրս գալու կոմպոնենտին ենք անդրադառնալու եւ վերջում մոդուլ 9 ներդրումային պատրաստվածություն, այն ամենը ինչը պետք է հաշվի առնել ներդրումներ ներգրավելու ճանապարհին։ Վարելու է Նայնեն, Իրիսի գործադիր տնօրենը, ներդրումային պատրաստվածության մասին։ Այս ակսելերատոր ծրագիրը չեմ հիշում կոնկրետ հստակ ասեցի թե չէ, ոչ միայն աճի, ընդլայնման, մասշտաբավորման, նոր շուկաներ դուրս գալու եւ արտահանել պլանավորող բիզնեսների եւ ձեռներեցների համար է, այլ այս ամեն բոլոր գործառույթներին պատրաստվելու համար է նույնպես, այսինքն եթե դուք այս փուլում հենց հիմա դուք չեք տեսնում, պատրաստ չեք նոր շուկա դուրս գալ, պատրաստ չեք մեծանալ, ընդլայնվել կամ պատրաստ չեք արտահանել, բայց դուք մտածում եք այդ ուղղությամբ, ապա այս ծրագիրը, այս ակսելերատոր ծրագիրը այդ թվում նաև դրան է ուղղված, որպեսզի ձեռներեցը գա,
պատկերացնի, թե այդ քայլերը որոնք են դրան պատրաստվելու համար եւ արդյոք ինքը պատրաստ է դրան, արդյոք ինքը արժի դիտարկի իր զարգացման այդ վեկտորը, թե ոչ։ Օրինակ, մարդը ցանկանում է արտահանել, բայց ակսելերատոր ծրագիր անցնելուց հետո ինքը հասկանում է, որ այս փուլում ռազմավարական նշանակություն չունի իր համար, բիզնեսի աճի համար արտահանելը, հակառակը իրեն անհրաժեշտ է դիտարկել կողքի մարզ նոր շուկա դուրս գալը, օրինակ, հա, այնպես որ պատրաստվածությունը նույնպես ակսելերատորի ձևաչափում է։ Ով կարող է դիմել անդրադարձա ես ձեզ, արժեքի մասին մենք խոսեցինք, մասնակցության պայմանները, բնականաբար ոլորտն են, կարող են դիմել գյուղատնտեսության գյուղպրոդուկտի, տեսեք, տուրիզմ եւ հյուրընկալություն, բավականին ծավալուն, մենք ճակերտները չենք բացում ասելով գյուղատնտեսություն, գյուղպրոդուկտ, տուրիզմ եւ հյուրընկալություն։ Հայտադիմումը եւ որ լրացնելու լինեք, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին ենթա սեկտորներ կան ներգրավված, ներառված, այսինքն այս ոլորտները ներկայացնող ցանկացած ձեռներեց, մասնավորաբար եւ որ ինքը գործում է մարզում, կարող է դիմել։ Կարևորը որ ոլորտայինը լինի։ Կայուն եւ կամ ամբիցիոզ բիզնեսներ, որոնք հետաքրքրված են եւ պատրաստ են ներդրումներ ներգրավելու միջոցով ընդլայնվել, մասշտաբավորվել, մուտք գործել նոր շուկաներ։ Մենք բոլորս հուսամ ճիշտ ենք հասկանում ինչ ասել է ներդրումներ ներգրավել, այսինքն մենք պատրաստ ենք ֆինանսներ ներգրավել, ներդրումներ ներգրավելու միջոցով այն ներդնել մեր բիզնեսի զարգացման գործում, ճիշտ պլանավորել ֆինանսական հաշվարկներ իրականացնել եւ ճիշտ ռազմավարորեն ընդլայնման մեխանիզմ մշակել։ Մասնակցել թիմով, ավարտել մոդուլների առնվազն 70%-ը։ Մասնակցել թիմով ասելով ի նկատի ունենք, որ այն թիմակիցը, որ պատասխանատու է տվյալ գործառույթի համար, օրինակ, չգիտեմ, վաճառք կամ մարքեթինգ կամ գործընկերությունների ձևավորում, ֆինանսիստը, հա, բոլոր այն գործառույթը, որը ձեռնեցը, որը թիմակիցը ծածկում է, ինքը անպայման այդ մոդուլին մասնակցելու է։ Սովորելու ցանկությունը բնականաբար շատ կարևոր է այստեղ, որովհետև այստեղ, ինչպես ասեցի, ձեռնեցները շատ ժամանակ անց են կացնելու ինքնուրույն աշխատանքների ձևաչափում։ Ներկայացնելու են վերջնական ներդրումային արտահանման ծրագիրը ներդրումային կոմիտեին, բազային թվային եւ համակարգչային գրագիտության պետք է տիրապետեն, ունենան համակարգիչ կամ նոթբուք, տեսախցիկով եւ միկրոֆոնի հնարավորությամբ։ Կարծես այսքանը ծրագիրը, ինչպես ասացի, արդեն հայտադիմների ընդունումը մենք երկարացրել ենք, առաջիկա մի քանի օրերին հստակ կասենք միջև որ օրը, բայց եւ այնպես, եթե ձեզ հետաքրքրեց որևիցե մի կերպ կամ դուք ցանկանում եք ներգրավել մեր ակսելերատոր ծրագրի շրջանակում, շտապեք դիմել, քանի որ ինչքան շուտ եք դիմում, այդքան ավելի շուտ մենք ձեզ հետ կապ կհաստատենք։ Նրանք, ովքեր արդեն դիմել են մեր ծրագրերին, շտապ եմ ասել, որ մենք արդեն թեւակողել ենք նախնական ուսումնասիրության փուլը եւ շատ շուտով ձեզ հետ կապի դուրս կգանք անհրաժեշտության դեպքում ել ավելի մանրամասներ ստանալու կամ եթե անհրաժեշտություն լինի նաև առանձին հարցազրույց անելու նախքան հայտադիմումը օֆիցիալ պաշտոնապես ընդունելը բոլոր նամակներին ուշադիր եղեք էլեկտրոնային փոստերի միջոցով ենք հաղորդակցությունը տեղեկատվությունը ձեզ տեղեկացնում զարգացումների վերաբերյալ իսկ արդեն անհատական հանդիպումներ կազմակերպելու պարագայում արդեն անհատապես ձեզ հետ կապի դուրս կգանք Կարծես այսքանը շտապեմ հնարավորություն տալ նաև հարցերին, համոզված եմ շատերիդ մոտ հարցեր կառաջանա, հիմնականում ես վստահ եմ կլինեն հարցեր, թե արդյոք ես կարող եմ դիմել եւ ինչպես կարող եմ դիմելին, բայց եւ այնպես խնդրեմ պատրաստ եմ լսել ձեր հարցերին, անդրադառնալ ձեր հարցերին։ Ողջույն բոլորին, Նատալի ջան, Նելին ա ձեր հետ խոսում Արցախի համից, հուսամ որ ինձ հիշեցիք։ Իհարկե Նելի ջան, ողջույն։ Ո՞նց եք Նատալի ջան։
Հիանալի, շնորհակալ եմ։ Հուսամ հետաքրքրված եք մեր ծրագրով։ Շատ հետաքրքրված ենք Նատալի ջան, որովհետև ինքը հենց մեր ուղղությունն է եւ մենք նոր Գիտեմ։ product ենք իդեպ զարգացնում, որը որ նաեւ հենց էլի կապված ամբողջ մրգերի հետ, բայց Նատալի ջան, ներողություն եմ խնդրում, ես երկրում չէի, փորձեցի ձեզ միանամ, ինտերնետը վատ էր, մինչեւ միացա, երկու հարց ունեմ։ Ինքը այսինքն վար կա, ես ճիշտ հասկացա, այսինքն փոքր տոկոսադրույքով վար կա։ Այո, այո։ Ահա, Մեր 9%, հա, շրջանառու եթե ճիշտ ֆոնդն է։ հասկացա։ Ինչպես։ 9%, հա, եթե ես ճիշտ հասկացա։ Այո, մեր Ահա։ շրջանառու ֆոնդն է, Նելի Ահա, ջան, որը որ ահա։ մեր ռեզիդենտներին, այդ թվում նաև ձեզ հասանելի Այո։ է։ Նույն ֆոնդն Ահա։ է, բայց այստեղ մենք հնարավորություն ունենք դիտարկելու ոնց որ անհատական աշատ, տենց կոնկրետ չեմ կարող ասել, բայց մենք բավականին ճկուն ենք վերաբերվում, ճկուն ենք վերաբերվելու աքսելերատորի շրջանակում ձեռներեցների հետ աշխատելու աշխատանքը եւ նաեւ սենց ասեմ, շատ սուբսիդավորված ծրագրեր կան, բոլորդ լավ գիտեք, քաջատեղյակ Այո, եք։ Տուրիզմի այո։ եւ հյուրընկալության ոլորտում բանկի հետ արդեն նախնական պայմանավորվածություն ունենք, որ օրինակ տուրիզմի ոլորտում նրանք, ովքեր որ ուզում են օգտվեն արդիականացման ծրագրին, որտեղ որ նոր տեխնիկա են ձեռք բերում, տենց մի հատ ծրագիր կար, անունը հստակ սուբսիդավորման ծրագիր կար, անունը հստակ մոռացել եմ, բայց եթե տուրիզմի ոլորտում ուզում ես նոր տեխնիկա ձեռք բերես, այդ Ահա, սուբսիդավորման ծրագրի հետ մենք համագործակցում ենք բանկի շրջանակում, այսինքն այդ 9%-ն ավելի է իջնում։ Հիմա գյուղատնտեսության ոլորտում նույնպես բազմաթիվ սուբսիդավորվող ծրագրեր այո, կան եւ մենք այո։ ուզում ենք արդեն այդ դիալոգը, երկխոսությունը մեկնարկենք էկոնոմիկայի նախարարության հետ դեռ մինչև սեպտեմբեր, կներեք սեպտեմբեր, մինչև ապրիլ-մայիս ժամանակ ունենք, էլի, այնպես որ մենք կսկսենք արդեն փորձենք հասկանանք, թե որքանով մենք կարողանանք այդ սուբսիդավորված ծրագրերն էլ այս ձևաչափում կիրառենք, այդ դեպքում 9%-ն էլ ավելի է իջնելու, պատկերացրեցիք, չէ՞։ Այո, Բայց եւ այո, այնպես եկեք ֆիքսենք, որ 9% է, այո։ Ահա, հա։ ահա։ Մեկ է Նատալի ջան, մենք հայցադիմումները որտեղից կարող ենք ստանալ, ձեր էջում կա, թե մենք հա կա։ Իրիս բիզնես ինկուբատորի էջ որ մտնեք, հենց անմիջապես վերևում փինով նշած է։ Ամեն Ահա։ դեպքում ես կուղարկեմ ձեզ Նելի ջան, մենք Facebook-ով կարծեմ ընկերներ ենք, Այո, անպայման ես այո ձեզ Նատալի կուղարկեմ։ ջան։ Կամ կփոստեմ իմ Facebook-յան էջում, որ հեշտ գտնեք դուք ավելի, չնայած Իրիսի էջում միանգամից կա դրված։ Ամ, Եթե չկարողանամ գտնեմ, ձեր հետ կապ կհաստատեմ Նատալի ջան։ Լավ, Շնորհակալ եմ Նելի ձեզ ջան։ շատ, մենք անպայման կդիմենք, եւս մեկ անգամ Խնդրեմ։ առիթ ունեմ ձեզ ասեմ շնորհակալություն, որովհետեւ մենք ձեր հետ սկսել ենք մեր առաջին քայլերը ու ձեր օգնությամբ ավելի ամրապնդվել ենք ու կարողացել ենք մեր արտահանումները շատացնել։ Հիմա նոր product ունենք, որը որ իսկապես ներդրման կարիք ունի, ելի նորից գյուղատնտեսական ոլորտում, այնպես որ հուսամ, որ նորից այս նոր product-ի հետ մեր առաջին քայլերը ձեր հետ կսկսենք, որովհետեւ իրանք մեզ համար միշտ շատ բեղմնալից են եղել։ Հիանալի, շատ ուրախ եմ։ Եթե հարցեր կունենաք, Նելի ջան, հասանելի եմ կապ հաստատեք ինձ հետ։ Եթե անհրաժեշտություն լինի էլ ավելի մանրամասն ներկայացնելու կամ չգիտեմ, հանգիստ բոլորդ կարող եք ինձ հետ կապի դուրս գալ։ Շատ լավ Նատալի ջան, շատ շնորհակալ եմ, միշտ կապի մեջ եք եղել, միշտ հստակ իմ հարցերին պատասխան եք տվել, անչափ շնորհակալ եմ։ Փոխադարձաբար։ Նառա Լավ ջան, օր ձեզ։ Նառա Իշխան, մերսի Նելի ջան։ Նառա Իշխանյան, հարց ունեք դուք։ Ահա Նատալի ջան ողջույն։ Ճիշտն ասած Բարև։ ուզում էի հարցնել վարկի արդեն երբ որ վարկը պետքա վճարենք, դա փուլային տարբերակ ունի, թե չէ։ Այսինքն Այդ հնարավորությունը մենք կարող ենք քննարկել բնականաբար, ասեմ, որ բավականին ճկուն ենք մենք, ելի եմ կրկնում, սա շատ անհատական է, ասենց բարձրաձայն չեմ ուզում ասեմ այո, բայց ես վստահ եմ, որ կոնկրետ անհատապես ձեռներեցի կարիքների գնահատման փուլում այդ ամեն ինչը վերահանվում։ Սենց ասեմ, որպեսզի ձեզ համար պարզ լինի, ներդրումային միջոցներ ներգրավելու եւ շրջանառու ֆոնդից օգտվելու փաստից մի խուսափեք։ Ինչու։ Ֆինանսական պլանավորման փուլում ասացի, որ բանկի հետ մենք համագործակցում ենք եւ բանկը բոլոր փուլերում մեր հետ ներգրաված է լինելու։ Մենք այդ ֆինանսական այդ ժամանակացույցերը, գումարի չափը, հետ վերադարձման, այդ թվում նաեւ փուլերը այնպես ենք մշակելու ձեզ հետ միասին, սիրելի ձեռնեսներ, որ այս process-ը ոչ մի պարագայում ձեզ չխանգարի։ Մեր նպատակն է, որպեսզի ձեզ օգնի, այսինքն
Այս ամենը այսպես թե այնպես է կազմակերպվելու, որը ուղղված լինի ձեզ օգնելու, որպեսզի դուք առաջ գնաք, ընդլայնվեք, զարգանաք, մեծանաք, հաջողության հասնեք։ Եվ այն փուլում, որտեղ որ մենք ձեզ հետ միասին կհասկանանք, որ ներդրումային միջոցը այս փուլում ձեզ համար էական չէ, ռազմավարական անհրաժեշտություն չկա, ձեզ համար ավելորդ բեռ է լինելու եւ այլը, մենք ձեզ խորհուրդ ենք տալու չշարունակել, որովհետեւ ելի կրկնվեմ, այս ծրագրի նպատակն է օժանդակել ձեռներեցին բիզնեսին ընդլայնվի, այլ ոչ թե ավելորդ բեռի տակ ընկնի, այդ թվում նաև վարկային, հա։ Եվ այդ ֆինանսական պլանավորումը այնպես է արվելու, որ դուք հեշտությամբ հետ կարողանաք վճարել, հետ վճարումները հետ կարողանաք անել։ Մինչ այսօր Iris Business Incubator-ի ռեզիդենտների համայնքի ձեռներեցների կողմից շրջանառու ֆոնդի միջոցների օգտագործման 100% վերադարձնելիության մենք ցուցանիշ ունենք։ Դա նշանակում է, որ զարգացման տարբեր փուլերում գործող մեր ռեզիդենտները դուք գիտեք, մենք մեզ գիտենք, բոլորը հետ են վերադարձրել ու նորից կրկին ու կրկին անգամ դիմել են։ Մենք ձեռներեցություն ենք, ով որ երրորդ անգամ է արդեն օգտվում մեր շրջանառու ֆոնդից ու ինքը մի հոգի չի, էլի կան ձեռներեցներ այդպեսին շատ։ Այսինքն այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ գործիքը կիրառելի է, այնպես որ չխուսափեք զուտ նրանից, որ ինքը վարկային թեմա է, վարկա, բիզնես վարկա, դուք խուսափեք մտնեք դրա մեջ։ Մենք ձեզ վստահեցնում ենք, որ ձեզ համար, եթե դա ձեզ համար անհրաժեշտ գործիք է, դուք դա հեշտությամբ կարողանալու եք կիրառել։ Էրիկ ջան, համեցեք։ Շնորհակալ եմ շատ Նատալի ջան։ Նատալ ջան, երեք հարց ունեմ։ Մեկը մենթորության ընտրության հարցն է, ուզում եմ հասկանամ ինչ սկզբունքով է դա լինում ու կարելի է արդյոք ընտրել։ Երկրորդը վարկի վերցնելու ժամանակագրությունը, ձեր պլանավորումը մեր վարկային ծանրաբեռնվածության հետ չի համապատասխանում, կարելի է արդյոք ուշ վերցնել, որպեսզի խնդիր չառաջանա։ Ու մեկ էլ երրորդը նոր այդ որ ասացիք, կարելի է երկրորդ անգամ դիմել, ուզում եմ հասկանամ, եթե ասենք մի անգամ դիմում ենք, վերցնում ենք, որոշ ժամանակ հետո առանց ինչ-որ նոր ծրագրի, էլի կարիք է առաջանում նոր վերցնելու, արդյոք դա կիրառելի է թե չէ։ Շնորհակալություն։ Հետևից կամ ձեռնեցը կարող է շրջանառու ֆոնդին դիմել այն բիզնեսով, որով ինքը դարձել է ձեռներեց։ Միայն ու միայն։ Աքսելերատոր ծրագրի շրջանակում, սա արդեն եթե դուք այս ծրագրի շրջանակում եք դիմում, բնականաբար, եթե հաջորդիվ լինում է նորից աքսելերատոր ծրագիր եւ դուք համապատասխանում եք պայմաններին, կարող եք դիմել։ Բայց եթե դուք նոր սկսնակ ձեռներեցեք, բնականաբար աքսելերատոր ծրագիրը ձեզ համար չի եւ նաեւ եթե նոր սկսնակ ձեռներեցեք, առնվազն պետք է Iris Business Incubator-ի ռեզիդենտ լինեք որևիցե ծրագրերից որևիցե մեկի շրջանակում։ Այդ երրորդ հարցը։ Երկրորդ հարցը վերաբերվում էր ուշ վերցնելուն անհատական հարցազրույցի շրջանակում, Էրիկ ջան, այս բոլոր հարցերը վեր են հանվում եւ ըստ այդմ բոլոր խնդիրներին ու հարցերին այս փուլում տրվում է պատասխան, այդ թվում նաեւ տրանշերի մասով, քանի տրանշով կարելի է վճարել, երբ կարելի է սկսել, երբ կարելի է ինչքան ուշացնել, այս մասով աքսելերատոր ծրագրի մասով, ասեմ, որ մենք բավականին ճկունություն ենք ցուցաբերելու եւ կարիքների գնահատման փուլում առաջին եւ երկրորդ արդեն օֆիցիալների հստակների մասին է խոսքը եւ մեկ էլ ներդրումային փիչինգի ժամանակաշրջանում եւ որ դուք տրամադրեք ներկայացնեք արդեն ձեր ներդրումային փաստաթուղթե, այդ ժամանակ արդեն այդ ամեն ինչը པարզ կլինի։ Նաեւ դուք պետքա ոնց որ հստակ ձևակերպումը տաք ձեր ներդրումային պլանի շրջանակում։ Եվ առաջինը դա մենթորների մասն էր։ Տեսեք, մենք երկու փաթեթ չասեմ, մոտեցում ասեմ, երկու մոտեցում ունենք ծրագրի պահանջներից ելնելով։ Կարիքների գնահատման հարցազրույցի արդյունքում փորձագետների խումբը մասնակցի հետ միասին վստահ հասկանալու են իրենց հստակ կարիքները աքսելերատորի շրջանակում որոնք են։ Դրան համապատասխան կցվելու են իրեն մենթոր։ Քանի որ մենք ոնց որ գիտենք, որ մենթորը առավել արդյունավետ կարողանա անդրադառնալ կոնկրետ տվյալ խնդրին։
Բայց եւ այնպես մենք ունենալու ենք հնարավորություն, ձեռներեցը ավելի շուտ ունենալու է հնարավորություն երկրորդ փաթեթի շրջանակում ինքը ընտրել լրացուցիչ մենթորներ։ Մենք ունենալու ենք նաեւ դա։ Եվ մենթորները բավականին շատ են լինելու, բացի որ արդեն մեր փորձագետները, ովքեր որ մաստեր կլասերն են բարելու, իրենք էլ են ներգրաված բնականաբար լինելու որպես մենթորներ, ունենալու ենք նաև այլ ցանկ, բավականին շատ են լինելու։ Հիմա կոնկրետ այդ փուլում ենք, ես վստահ եմ, որ հաստատ ձեռներեցը առնվազն 1-ից 2 մենթորի հետ աշխատելու, լրացուցիչ մենթորի հետ աշխատելու հնարավորություն կունենա։ Բայց այդ երկրորդ մասը պարտադիր չի։ Առաջինի պարագայում պարտադիր է, այսինքն պարտադիր 4 ժամ մենթորական ժամ պիտի անցնի ձեռներեցը առնվազն։ Հուսամ ծածկեցի հարցիդ պատասխանը տվեցի։ Արմեն Աղաջանյան, խնդրեմ Արմեն ջան։ Բարև ձեզ, Ողջույն։ ո՞նց եք։ Շնորհավոր Շատ լավ ձեր Արմեն ջան, դուք լավ լինեք։ Շնորհավոր տոները։ Մի բան հարցնեմ, էլի, քանի որ ես դե մենք սա հնարավոր է նաև հիփոթեք բան վերցնենք, այդ ուզում եի իմանալ այդ հիփոթեք վարկեր որ ունենանք, էլի, պարտավորություններ որ ունենանք, դա խանգարելու է մեր բիզնես վարկին, թե դրա հետ կապ չունի, հիփոթեկը չի խանգարելու, էլի։ Ես հասկացա հարցը, ընդհանուր գնահատվելու է ձեռնեցի վարկային ծանրաբեռնվածությունը բնականաբար, այս պահին ես դες հստակ չեմ կարող ասել, որովհետև դա շատ անհատական է, այսինքն պետք է ուսումնասիրվի ձեր բիզնեսը, ձեր ընդհանուր շարժը, ձեր ընդհանուր ծանրաբեռնվածությունը, կոնկրետ աքսելերատորի շրջանակում բանկը ոչ միայն բիզնես միավորի վարկունակությունն է դիտարկելու եւ միջոցները, թվում նաեւ ակտիվները, այդ թվում նաեւ անհատների, այսինքն հաշվի առնվելու նաեւ որպես անհատ քո միջոցները, ընտանիքի ընդհանուր բյուջեն, հա, այսինքն լրացուցիչ ակտիվներն ու միջոցներն էլ են դիտարկվելու այս մասով սենց ասեմ, բայց կոնկրետ ձեր մասով ոնց որ պիտի ձեր բիզնեսը մի հատ ուսումնասիրվի, այդ բոլոր այդ փոփոխականներին անդրադարձ արվի, նոր կարողանան պատասխան հստակ տալ Արմեն ջան։ Եթե դուք կարող եք հստակ գրավադրել կամ, չգիտեմ, անշարժ գույքով շատ նյուանսներ կան, էլի։ Հասկացա ձեզ։ Դե երևի վարկի չափից էլ է կախված ամենաշատը։ Այո, այո, Մեկ էլ բնականաբար։ մի հատ հարցել, էլի, ճիշտ լսեցի, որ օրինակ այս գործունեությամբ, որ զբաղվում ենք հիմա, դիմել ենք այդ ինկուբատորի ծրագրի շահել ենք դրամաշնոր, բայց այս երկրորդ աքսելերատորի, որ դիմենք, արդեն հնարավոր է նաև այլ ընդլայնման համար, հնարավոր է նաև այլ գործողություն իրականացնենք, էլի, հնարավոր է, թե պիտի նույն ճիշտ եմ հասկացել, որ հնարավոր է Աքսելերատորը դուք չէ, աքսելերատորին դուք կարող եք դիմել այլ բիզնեսով, ուղղակի պետք է համապատասխանեք պայմաններին, այսինքն առնվազն 1 տարի գործեք, առնվազն տվյալ ոլորտներում գործեք, ունենաք հստակ պրոդուկտ, այո, այսինքն դուք որպես սկսնակ բիզնես չէ։ ընդլայնենք դրա գործունեությունը պետք է մի տարի լինի, թե այս ինչով որ արդեն զբաղվում ենք դրա։ Սենց հարցը ձևակերպեմ, ձեր մտքում ինչ բիզնես, որով է, ինչ բիզնեսով եք ուզում, ինչ գործունեությամբ եք ուզում դիմել այս աքսելերատոր ծրագրին։ Ճիշտ ասած, դեռ երևի ես հաջորդ անգամ դիմեմ, ուղղակի ինձ հետաքրքրում է, էլի, այս ծրագիրը շատ լավ բան է ինքը։ Այս պահին չեմ ուզում։ Հասկացա։ Իսկ դուք ինձ կհուշեք, դուք ինկուբացիայի շրջանակում ձեր բիզնեսը ինչով եք դուք զբաղվում։ Թթուների արտադրությունը։ Այն համով թթուները, որ արտադրում եք դուք եք։ Շնորհակալություն։ Շատ համով բանը ոնց էր հոնի թթուները կարևոր։ Հա, ես շատ սիրում եմ ձեր թթուն։ Դուք ինկուբացիային դրանով եք, չէ՞ դիմել։ Ձեր ծավալները ինչքան է։
Դուք գտնում եք, որ դուք ունեք այդ ամբիցիան։ Չէ, այդ եմ ասում էլի, այս պահին չեմ դիմելու, որովհետև չի համապատասխանում։ Ճիշտ է, մենք 2024 թվականից այդ գործունեությամբ զբաղվում ենք, բայց նոր են գրանցվել, ճիշտն ասած, դրա համար Հասկացա։ շրջանառություն չկա, էլի։ Հասկացա։ Ну կա, բայց դեռ ցույց չենք տվել շրջանառություն, այդ է խնդիրը մեր։ Հասկացա, դե որ այս թթուների գործով մի քիչ հիմնավորվեք, մի քիչ կայունանաք, արդեն պատրաստ կլինեք դուք այդ ակսելերացիայի։ Իսկ այլ գաղափարով, այլ բիզնեսով, էլի եթե համապատասխանեք, դիմեք իհարկե։ Ուղղակի պետքա ոլորտային լինի։ Այս Այսպես մեկը ասեմ, սենց էլի հնարավոր է կներեք, հնարավոր է օրինակ թթուների այդ արտադրություն դրվի, ոչ թե դրվի, այլ ընդլայնվի, ու նաև հետը, չգիտեմ, կարող է քաղցրեղենի արտադրություն, չգիտեմ, ասես թխվածների, ինչ որ սենց էլի։ թթուների կողքը քաղցը Հա, լավներ։ հա, թեկուզ, չգիտեմ, խմիչքեղեն, չգիտեմ, կա էլի Հասկացա, նոր պլաններ, պրոդուկտ։ Հա, ռեալ կա, ուսումնասիրում եմ այս պահին այդ ինչ կարելի է անել, հնարավոր է նաև 21-ում էլի սենց բացեմ կամ Հասկացա, շատ լավ։ իրար օգնենք։ Եվ որ պատրաստ լինեք ծրագրի համար, կապի դուրս եկեք, կհասկանանք։ Որպեսզի շփոթեցում հանկարծ չլինի, մնացածի բոլորին եմ ասում, ակսելերացիայի այս փուլում է միայն գյուղատնտեսություն եւ տուրիզմ ոլորտները, ոլորտային։ Հաջորդ փուլում շատ հնարավոր է, որ ոլորտները փոխվեն։ Հասկացա, շնորհակալություն ձեզ։ Խնդրեմ Արմեն ջան, հաջողություն։ Արտակ ջան, Մարտիրոսյան, խնդրեմ։ Ողջույն, Նատալի ջան, Բարև ողջույն Արտակ ջան։ բոլորին։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին։ Ես ասեմ նաև այն հաջողակ բիզնեսներից է մեր Ոզների այգին, որ այս ծրագրով նաև ստացել ենք ֆինանսավորում վարկի տեսքով Էկոնոմ բանկից ու այդ բավականին արագ ու արդյունավետ է կազմակերպել այդ ամեն ինչը, դրա համար նաև էլի շնորհակալություն, բայց մի հատ հարց ունեմ էլի, հնարավոր է այս ծրագրի շրջանակում գործող վարկերի վերաֆինանսավորում լինի, աջակցելու համար բիզնեսին նվազեցնելու համար ավելի բարձր տոկոսադրույքով ծախսերը, էլի։ Վստահ չեմ, որ հնարավոր կլինի Արտակ ջան, բայց կարող եմ կրկին անգամ մի հատ ճշտել բանկից, այս պահի դրությամբ 99%-ով վստահ եմ, որ հնարավոր։ Դեպքում մի հատ հետաքրքիր պրոյեկտ ունենք, բայց ինքս էլ որ բան եմ անում հաշվարկները վերլուծում եմ, ինձ թվում է այս բեռը պետքա թեթևացնենք, նոր գնանք դրան։ Դրա համար է էլի մտածում, այսինքն ինքը նոր պրոդուկտի հնարավորություն կունենանք, բայց զուտ բան անելով մեր եկամուտների հաշվին կարողանանք մյուս ծրագիրը զարգացնել ու ենթակառուցվածքը էլի էսա միտքը մեկ էլ մի բան եթե կներեք եթե դիմենք հասնենք այդ ներդրումային փուլին բայց հետո ավելի արդյունավետ միջոց ներգրավելու հնարավորություն ունենանք մասնավորապես օրինակ, չգիտեմ, ներդրող, որ ավելի հետաքրքիր կլինի այդ ամեն ինչում, քան վարկային միջոց ներգրավելը, դա էլ է նորմալ, արդարացիա, այսինքն կարելի է տենց որ խնդրեմ մի քիչ ուրիշ ձև կձևակերպես, որ ես հստակ դիմենք, հասկանանք, որ այդպես պետք է, հետո ներդրումը ներգրավելու փուլում արդեն ավելի արդյունավետ ներդրման միջոց ունենանք այլընտրանքային ու այս ծրագրից չօգտվենք էլի ոնց որ բայց գիտելիքը փորձը ու մնացածը մնա մեզ Արի ես սենց պատասխանս ձևակերպեմ լավ սենց ասեմ պարտադիր պայմանա վերջում վարկը վերցնելը սենց ավելի կարճ բայց եւ այնպես հիշեցնեմ որ ծրագիրը նաեւ պատրաստվածության մասին է թե իրանից ինչ է ենթադրում այս կոմպոնենտը այդ մասով եւ օֆիցիալ պատասխանը կունենամ ես մի հատ կխոսեմ Iris Business Incubator-ի թիմի հետ մի հատ կխոսենք Նարինեի հետ կհասկանանք այս մասը ոնց ենք ձևակերպում
ձեզ կփոխանցեմ, բայց եւ այնպես հիշեցնում եմ, որ սա նաեւ ոնց որ պատրաստվածության մասին է, որտեվ կարող է մարդը հիմա պատրաստ չի ներդրումներ ներգրավի, բայց ինքը ուզում է պատրաստվի դրա մասին է։ Դրա ձևակերպումը հայտարարության տեքստում իհարկե չկա, անպայման ես կտեղեկացնեմ։ Ես ինչ էի ուզում ասել, որ այդ վարկային ծանրաբեռնվածության մասով ավելի ճիշտ կլինի մի հատ այնուամենայնիվ բանկի հետ հարցազրույց ունենալ այս մասով, որովհետև միգուցե կարող է այս պահին քեզ թվա, որ իրավիճակն էսպես է, բայց շատ հնարավոր է, որ բանկի հետ խոսելուց հետո ծրագրի շրջանակում ինչ որ հետաքրքիր այլընտրանքներ առաջարկվեն Արտակ ջան, կարող է տենց մի բան անենք։ Հա, երևի։ Ամեն դեպքում կդիմենք, հետո ըստ զարգացման կհասկանանք, էլի, շնորհակալ եմ շատ։ Իմ առաջարկն էլ է դա, նույնիսկ այս պարագայում անպայման դիմեք, որովհետև մենք հայտադիմումը ուսումնասիրելու ենք, հարցերի լրացուցիչ ինֆորմացիայի անհրաժեշտության պարագայում անձամբ դիմելու ենք ձեզ, ու այդ ոնց որ process-ի մեջ լինենք, այդ ընթացակարգով այդպես կգնանք։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Ընտրեմ Արտակ ջան։ Կրիստին Բալայան, Կրիստինա ջան, հարց ունեք էլի։ Ահա, այո, ես տեսեք ինկուբատորի վերջում ես հիշում եմ, որ մենք դրա մասին խոսում էինք ու լինքեր ուղարկեցին, եթե չեմ սխալվում, ես հայտադիմում ուղարկել եմ։ Ուղղակի եթե դժվար չէ, էլի հնարավոր է դա ճշտվի, մեկ էլ ես էջը նայեցի, այդ հայտադիմումի ձևը չկտա, կարող է այնտեղ չեմ նայում, Իրիսի Facebook-յան էջը նայեցի։ Հայտարարության տեքստը, որ կարդաք, այնտեղ կա դիմելու հղումն եւ պայմանները, անպայման կա, բայց ինձ կարող եք մի հատ Facebook-ով, ես հիմա chat-ի մեջ կդնեմ։ Հա, եթե դժվար չի։ Չէ, դժվար չի, բացարձակ։ Շատ ավելի լավ, որտեվ ես բացեցի հենց հիմա նայեցի աքսելերատոր ծրագրի մասին, բայց հենց հիմա չգտա։ Ես chat-ում դրեցի հայտարարություն։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ալիսա, մերսի Ալիսա ջան։ Ունենք այլ հարցեր։ Կրիստինա ջան, ես կնայեմ ցանկը դիմորդների, տեղյակ կպահեմ, դուք դիմել եք թե չէ։ Շնորհակալություն։ Կրիստինե Բալայանով, չէ, երևի Կրիստին Բալայան, այո։ Բալայան։ Okay։ Ունենք այլ հարցեր, սիրելի մասնակիցներ։ Ես հարց ունեմ Անահիտ Մանուկյանին եւ Էրիկ Հախվերդյանին, վստահ այն մասնակիցները մեր, ովքեր որ արդեն դիմել են։ Անահիտ ջան, խնդրում եմ կկիսվես մեզ հետ, թե որներ են հիմնական պատճառը, ինչու դիմեցիր ծրագրին։ Բարև ձեզ բոլորիդ։ Հիմնական պատճառը Նատալի ջան այն էր, որ մենք արդեն հասել ենք մեր բիզնեսում այն փուլին, որ ոչ թե դիտարկում եմ ես հիմնականում ֆինանսների ներգրավումը, ասենք ոչ թե ինձ պետքա որ սկսեմ բիզնեսը, այն որ ասում շուտ փող է պետք, հա, որովհետև անընդհատ պետքա ներդրումներ կատարել, երբ որ սկսում ես, այլ եկենք այն փուլին, որ մենք ուզում ենք արդեն մասշտաբացնենք մեր բիզնեսը, ավտոմատացնենք, ճիշտ գնահատական տանք մեր բիզնեսին, то есть թվերով ու կիրառենք այդ գործիքները, որոնք մեզ կօգնեն արագ անել մեր գործը, պատկերացնել թվերով բնականաբար ու արդեն հետակա պլանավորումներն ու ներդրումները ավելի գրագետ ու էֆեկտիվ անել։ Ոչ թե ասենք գումար ճարենք, կոպիտ ասած, որ այսօր այս հարցը լուծենք, այլ ներդրումը մեծ լինի կամ ասենք, չգիտեմ, շատ մեծ լինի, որ արդարացված լինի եւ ներդրողներին եւ մեզ օգտակար լինի եւ ներդրողներին։ Ու հատկապես այս գործիքները, որոնք թույլ են տալիս թիմի կարևորությունը, հա, արդեն ոչ թե մենք աշխատում ենք հիմա պրոդուկտի վրա աշխատում ենք շարունակական եւ անընդհատ, բայց արդեն ինչ են ասում ռուսերեն ключевые пункты, էլի դրանց վրա ենք ուշադրություն դարձնում, թիմը ներդրողների ինչ են ասում
Ներգրավման։ Այո, այդ բառը լավ չստացվեց մոտս։ Մեկ էլ աշխատանքային process-ների ավտոմատացումը, որտեղ ես լսեցի բաները, վիդեոները մասնակիցների հետ ծրագրի, ինձ շատ դուր եկավ ինչ էին առաջարկում ու քանի որ այնպիսի մասնագետներ են, որոնք մեծ կամպանիաներում են աշխատել տարիներ շարունակ, ունեն մեծ փորձ, իրենք կարող են մեզ սենց ոնց որ առարկայական եւ անհատական այդ գործիքները մեզ բացատրել, էլի։ Ու մենք պետքա դուք շատ ճիշտ ասեցիք, որ 21-րդ դարում այս արհեստական բանականության զարգացման հետ մեկտեղ մենք էլ պետք է արագ հասցնենք այդ ամեն ինչը կիրառել, քանի որ եթե չես անում, ուրեմն հետ ես ընկնում, իսկ հետ ընկնելը արդեն եւ ժամանակն է, եւ ֆինանս ես կորցնում, եւ շուկայում քո տեղը։ Այո, Ես շատ շնորհակալ եմ Իրիս ինկուբատորին, ես մասնակցել եմ մի քանի ծրագրերի, նախորդ աքսելերացիոնին մասնակցեցի, բայց կիսատ թողեցի, քանի որ ես հասկացա, որ ես դեռ չեմ հասել այն մակարդակին, որ աքսելերացիոն process-ները կիրառեմ, իսկ հիմա արդեն ես ինքս էլ եմ ոնց որ ասած հասունացել, որ հասկանում եմ ու անմիջապես կկարողանամ գործնականորեն կիրառել այդ գործիքները, նաև խորհրդատվությունը լիարժեք ընդունել, իսկ երբ որ դու չես գիտելիքներ չունես եւ փորձ, դու ինչ էլ քեզ պատմում են, դու չես կարողանում կիրառել, որովհետեւ շատ բաներ չես հասկանում։ Այսինքն ես այն ժամանակ չեմ հասկացել, իսկ հիմա կարծում եմ արդեն եկել է ժամանակը։ Շատ ուրախ եմ դա լսել, որովհետև հենց այդ է, որ ձեռնեց այդ համապատասխան մտածելակերպը եւ ներքին ոնց որ կանչը, պատրաստվածությունը պետք է ունենա, որ ինքը ընդլայնվի, մեծանա, պարտադիր չի միշտ, շողջան, չի փոքր բիզնեսը պարտադիր չի միշտ մեծ լինի կամ նպատակ ունենա մեծանալու, փոքր բիզնեսը կարող է մնալ փոքր բիզնես, դա իր մոդելն է, բայց լինելով փոքր բիզնես, ինքը կարող է իր process-ները արդյունավետ դարձնել, նույն ռեսուրսը, որը ինքը օգտագործում է այդ process-ի մեջ, այդ ռեսուրսը օգտագործելով 3 միավոր արդյունքի հասնել, ոնց որ ամեն ինչը ոնց որ համոհոտ տալ փոքր բիզնեսին։ Փոքր բիզնես չի նշանակում, որ բոլորդ պիտի ամբիցիա ունենաք մեծանալու, մեծ բիզնես դառնալու, խոշոր հարկադու դառնալու։ Սա դրա մասին չի, այլ ավելի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի ձևավորելու պրոդուկտը, կարիքները, շուկայի հետ կապը, հաճախորդի հետ կապը, պրոդուկտը զարգացնել, որ հետ չմնաք։ Այո, մերսի Անահիտ ջան, շատ ուրախ եմ դա լսել։ Ճիշտ ասած, Նատալի ջան, ես մի քիչ ուրիշ ձև եմ այս պահին մտածում, որտեղ ես մեծ ամբիցիաներ ունեմ, ես չեմ ուզում փոքր բիզնես մնալ, ես ուզում եմ արտահանել մեր պրոդուկտը, քանի որ ես մտածում եմ, որ մեր պանիրները, քանի որ ես պանիր արտադրող եմ, մեր պանիրները կարող են շուկայում, միջազգային շուկայում, եթե մենք ճիշտ զարգացնենք այդ ոլորտը եւ նաեւ ներկայացնենք այդ մենք կարող ենք մրցունակ լինել նույն ֆրանսիական, նույն իտալական պանիրների հետ, բայց մենք մեր տեսակն ունենք, այո։ Մենք մեր տեսակն ունենք ու պետքա ոչ թե մենք ակցենտը դնենք այդ արտասահմանյան պանիրները արտադրելով ու բանան, մենք կարող ենք մեր ազգային պանիրները մի հատ հասկանալ ոնց են եղել անցյալում, հիմա իրանց վերարտադրել ճիշտ ձևով, ոչ թե ամեն պանիրի անունը դնել չանախ ու չհասկանալ այդ ինչի մասին է այդ, ու ասել բայ այդ չանախ ուտելու բան չի, եկեք մոցարելա ուտեք, չնայած դրանք լրիվ տարբեր պանիրներ են, ու մենք կարող ենք մրցունակ լինել եւ ես մեծ ամբիցիաներ ունեմ, ես կուզենամ խոշոր հարկադու դառնալ ինչ որ ժամանակ։ Ես հարկերից չեմ վախենում, որովհետեւ երբ որ դու ճիշտ հաշվարկ, կարևորը ճիշտ հաշվարկես այդ ամեն ինչը ու ճիշտ գործես, էլի, որտեղ մենք հիմա բավականին ստաբիլ վաճառքներ ունենք, մեզ պետքա պրոստը մեր բիզնեսը ճիշտ կազմակերպենք, էլի։ Ճիշտ է, մեր թիմը փոքր է, բայց այդ փոքրից կսկսենք, հետո կմեծանանք։
Շատ ուրախ եմ լսել, որ դուք նմանատիպ ամբիցիաներ ունեք, ուղղակի հստակեցման համար ասեմ ինչի նկատի ունեի, օրինակ ես ունեմ, չգիտեմ, 100 փետակ մեղվափետակ եւ ինձ բավարար է ունենալ 100 մեղվափետակ, ես չեմ ուզում 100-ից անցնեմ, բայց ես կարող եմ իմ մեղրի փոքրիկ այսքան բանը չկան, ոչ թե վաճառեմ, չգիտեմ, 3000 դրամով, այլ 30,000 դրամով, որ իմ մեղրը այս փոքրիկ բանկան դրված լինի ֆրանսիական, չգիտեմ, որ խանութում ամենավերևը եւ իր մի հատիկ այս փոքրիկ բանը չկան լինի, չգիտեմ, 80 եվրո։ Այստեղ քանակը ծավալը էական չի, այստեղ այդ process-ները, այդ երևույթներին այլ տեսանկյունից նայելու մասին է, որ ես ասում եմ, փոքր բիզնեսը պարտադիր չի ամբիցիաները չի խանգարում, որ ինքը մեծանա, ինքը կարա մնալով փոքր բիզնես ունենալ հստակ ձևավորված ամբիցիաներ եւ տեսլական։ Այդ նկատի ունեի եւ մեկ էլ ուզում էի Էրիկին էլ հարցնեի ու Էրիկ ջան, խնդրում եմ դու էլ ասա, թե դու ինչու ես դիմել եւ ինչով է քեզ հենց կոնկրետ մեր աքսելերատոր ծրագիրը գրավել։ Ես Ինչու հենց մեր աքսելերատոր ծրագիրը։ Ես 2021-ին կամ 22-ին լավ չեմ հիշում, Իրիսի ինկուբատորի մասնակից եմ եղել ու այդ դասընթացները, այդ ամեն ինչ անցնելուց հետո նաև ֆինանսավորվել եմ, չնայած մեր լոկացիան Հայաստան շատ բարդ լոկացիաներից մեկն է, բայց ինքնին այդ ֆինանսավորումը ու այդ ուսուցումը, որ Իրիսում եմ ստացել, մեզ հնարավորություն ա տվել թեկուզ այդ լոկացիայում, բայց կներկայացնես քո բիզնեսը։ Տավուշի մարզի գյուղ Բերթավան հյուրատունն է, ինքը մի քիչ տարբերվող սկզբունք ունի, մենք սկզբունքայինորեն արտադրում ենք մեն օրգանական պրոդուկտներ, բանջարեղեն, հատապտուղ ու միրգ ու մեթոդը կոչվում է պերմակուլտուրա։ Սկզբունքն այն է, որ մեր արտադրության շրջանակներում չպետք է վնաս հասցվի ոչ բնությանը, ոչ շրջակա միջավայրին ու թափոնները մինիմալ լինեն, կարելի ասել համարյա անթափոն լինի։ Ուղղակի Հայաստան պայմաններում դեռ դա դժվար է։ Կամաց։ Հա, անթափոն լինի։ Ու այդ սկզբունքը մեր համար ամենակարևորն է, դրանց ելնելով հիմա ունենք որոշակի հաջողություններ, մոտավորապես 100 տեսակի միրգ հատապտուղ ենք արտադրում, որոնք տարբեր ձևի մարդկանց օրգանիզմների համար շատ անհրաժեշտ են ու նաև նորարար են Հայաստանի շուկայի համար, այսինքն դրանց կարելի է արտադրական պրոցեդուրաների մեջ մասշտաբայնացնել ու ավելի եկամուտ ստանալ, նույն օրինակ հապալասն է շատ տարածված, ոնց որ հապալասը գիտեն դրա օրինակով անում, 1 կիլոգրամը գայթակղորապես 10,000 դրամ, բայց հապալասից բացի շատ ավելի տեսականներ կան, որոնք իրանք փոքր տարածքի վրա ավելի շատ գումար են գեներացնում կամ համադրությունն է իրանց վերջնարդյունքում գեներացնում։ Ինչի համար եմ դիմում, որովհետև նախորդ դիմումից հետո մենք նախ այդ կրթական կոմպոնենտն էլ դրասել, որովհետև այսօրվա բիզնեսմենը չի կարող մենակ փող ունենալով բիզնես անի, պետք է ինֆորմացիա, խողովակներ, ծանոթություն, մնացած այդ ամեն ինչ, թեկուզ հաշվարկներ, մարքեթինգ եւ այլն, այդ ամեն ինչի պետք է գոնե բազային չափով տիրապետի, որ կարողանա ինչ որ մի աստիճան ավելանա կամ մեծանա։ Հետո նախորդ մասնակցությունից, քանի որ նոր ծանոթություն ենք ձեռք բերել ու նաև մեր կարծիքով հաջողության ենք հասել որոշակի, թեկուզ այս սահմանային խնդիրները մեզ միշտ անդադար չնդոտում է, բայց այս ռեկոնոմին դիմել ենք սուտ այդ սկզբունքով, որ նոր ծանոթություններ, նոր մենթորություններ իրանք մեզ հնարավորություն կտան արդեն փոքր ստեղծված տնտեսությունը մասշտաբայնացնել ու արտադրական process-ները ավելի մեծացնել։ Սուտ այդ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ պատասխանի համար։ Ունենք այլ հարցեր։ Եթե չունենք, արդեն կարող ենք ավարտել։ Գիտեք, միշտ հասանելի եմ ձեզ համար, հեռախոսով, Facebook-ով, WhatsApp-ով, կապի դուրս եկեք, տեսաձայնագրությունը բնականաբար հենց պատրաստ լինի կկիսվենք, կարծեմ մենք առցանց հեռարձակում էլ գնացինք, չգիտեմ Ալիսայի մոտ ստացվեց միանալ թե չէ, այնուամենայնիվ ձայնագրությունը անպայման կտեղադրենք մեր փակ խմբում,
Միշտ հասանելի եմ, հարցեր լինի, խնդրեմ, եթե դուք կամուկացի մեջ եք արդյոք այս ծրագրին դուք համապատասխանեք թե չէ, այդ պարագայում նույնպես իմ հետ կապի դուրս եկեք, միասին կհասկանանք դիմեք թե չէ, սենց ասեմ, էլի կրկնվեմ, անիմաստ ձեր ժամանակը եւ ռեսուրսը չենք ցանկանում շահագործել զուտ ծրագրին մասնակցելու տեսանկյունից ժողովուրդ ջան, շատ առարկայական ենք մոտենում հարցին, ըստ կարիքի, ըստ անհրաժեշտության ու ըստ պահանջի, այնպես որ եթե դուք չեք համապատասխանում, դուք հաստատ ժամանակ չեք ծախսի այս ծրագրին մասնակցելով։ Այնպես որ հանգիստ կարող եք դիմել, կօգնենք ձեզ հասկանանք այդ բոլոր բացերը եւ հարցերը։ Ձեզ կարոտել եմ։ Ես շատ սիրում եմ ձեզ, առաջիկայում միջոցառումներ ենք կազմակերպելու, մասնավորաբար աքսելերատոր ծրագրի շրջանակում մի շատ հետաքրքիր միջոցառման կոնցեպտ ենք մշակել մեր փորձագետների հետ, դա անպայման իրականացնելու ենք, նպատակը նրանք, ովքեր որ արդեն դիմել են եւ նրանք, ովքեր որ պլանավորում են կամ հետաքրքրված են դիմել մեր աքսելերատոր ծրագրին, գան շփվեն մեր մասնակիցների հետ, մեզ հետ, մենք միասին շփվենք, հասկանանք մեր աքսելերատոր ծրագրի թիմակիցները ովքեր են լինելու, նոր դասարան, նոր կրթություն, նոր դպրոց, այնպես որ հուսամ առիթը կստեղծվի եւ կհանդիպենք։ Այսքանը, տեսություն, լավ մնացեք։ Շնորհակալություն Նատալի, տեսություն։ Մինչ հանդիպում։ Նատալի ջան, մի հատ առաջարկ կարելի անել։ Իհարկե, Էրիկ ջան, համեցեք։ Որ մենք Impact Hub-ում ենք մասնակցում շրջանատնտեսությանը, այնտեղ մեկ շատ լավ բան է կազմակերպել, որ կուզեի Իրիսի շրջանակում ենք կազմակերպել։ Product Bazaar, երևի գիտեք ինչա, շատ լավ կլիներ, որ վերջում ինչ-որ մեր ձև կարելի լիներ դա անել, որովհետև այդ Product Bazaar-ի ժամանակ շատ բան է բացահայտվում ու նույն գործընկերության սկզբունքը այդտեղ շատ մեծ հնարավորություն է տալու, որովհետև այնտեղ հնարավոր եղավ այդ ամեն ինչը անել, ուրիշ բան sense պատմել, բայց ուրիշ բան է, որ ռեալ տեսնում են ու պատկերացնում են ինչ համագործակցություն կարելի անել։ Օրինակ նույն այդ թթուներ պատրաստող այոնը մոռացա ճիշտ ասած, կարող օգտվի մեր product-ից ու հակառակ լիքը այլ բաներ լինի դրա համար։ Ձևաչափը այս պահին մի քիչ դա թույլ չի տալիս, որովհետև ոնց որ մի քիչ ձևաչափից շեղվում ենք, մենք այտենց բաներ շատ ենք արել, չգիտեմ, երևի Իրիսի ավելի շատ Իրիսի շրջանակում ենք դա արել, անպայման կդիտարկենք, բնականաբար տենց բաներ լինելու են, բայց այս միջոցառման շրջանակում հաստատ ոնց որ ձևաչափը մի քիչ այլ է, այստեղ ավելի շատ ակցենտը դնելու ենք կարիքների վերհանման գնահատման հարցազրույցների ձևաչափին, բայց շատ շնորհակալ եմ առաջարկի համար, մենք էլ ենք մտածում, որ այդ product բազարների քանակը պետք է ավելի շատացնել, համաձայն եմ։ Ի նկատի ունեի վերջում, որ այդ բոլոր փուլերն ասնի, գահասնի արտադրական։ Վերջում, հա, վերջում։ Հա, կարելի է մտածել ինչպես դա ձևակերպել։ Հա, մերսի Էրիկ ջան, շատ։ Շնորհակալություն ձեզ ժամանակը։ Շատ շնորհակալ եմ։ Սաթիկ ջան, դուք հարց ունեք։ Հա, Նատալի ջան։ Անջատելուց առաջ նա լսում եմ, համեցեք։ Ճիշտն ասած կապը շատ վատն էր, ես անդադ դուրսում ներս էի լինում։ Չգիտեմ անջատվել են թե չէ, ովքեր սկզբից հարց տվեցին այդ միկրոձեռնարկությունները։ Հանգիստ հարցրեք։ Չէ, ես այս մի հատ ուզում էի հիմնավորել, որ միկրոձեռնարկությունները հատկապես արտադրության ոլորտում չեն վերանում այս տարի դեռևս իրենք կարող են աշխատել որպես միկրոձեռնարկություն։ Այս տարի այդ ցանկից դուրս են եկել մարզերում նաև հանրային սննդի ոլորտում ծառայություն մատուցողները, մնացածը դեռ մնացել են, ոնց որ անցած տարի էր։ Նրանք են անցել միայն շրջարկի ոլորտ էլի։ Այս sense ինֆորմացիայի համար ես շնորհակալություն։ Իմ հարցը ճիշտն ասած, քանի որ անդադ դուրսում ներս էին գնում, կապը շատ վատն էր, sense կոնկրետ մի քանի բան եմ էլի ուզում ճշտել, հավանաբար խոսել եք դրա մասին, ասացիք, որ սուբսիդավորվում է, հիմա ուզում եմ հասկանալ, ինչքան է վճարը մնում այս փուլի, որ մենք ենք էլի վճարելու։ Երկրորդ հարցը նրա մասին է, որ ես արդեն աքսելերացիա անցել եմ Իրիսում, հիմա սրան կարող եմ
մասնակցել թե չէ, եւ մյուսը վերաբերում է վարկավորմանը, այդ բանից ֆոնդից օգտվելուն էլի, դա ես օգտվել եմ, վերադարձրել եմ, երկրորդ անգամ դիմեցի չհաստատեցին, որտեվ երաշխավորներս ինչ որ խնդիրներ ունեին, ովքեր նախորդ փուլում երաշխավոր էին եղել, հիմա այս փուլում իրանց մոտ վարկային այտենց բաներ առաջացել էլի, հիմա եթե նորից դիմեմ, չգիտեմ էլի, ուրիշ նոր երաշխավորներով կամ ասենք ենթադրենք ինչ որ գրավով Հաստատ նոր գրավադրման ձևաչափով նոր երաշխավորներով բնականաբար բոլորս էլ հասկանում ենք դենցա որ 2-3 ամիսը մեկ բանկը անընդհատ ոնց որ թարմացնում է իր մոտ տեղեկատվությունը էլի դա նորմալ է այսպես որ դուք հանգիստ կարող եք դիմել դուք համապատասխանում եք այս ծրագրին կարող եք դիմել նախորդ ծրագրին այո մասնակցել եք բայց սա լրիվ ուրիշ մեթոդաբանություն է ու ինֆորմացիան էլ է ուրիշ, մոտավորապես որպեսզի պատկերացնեք Սաթիկ ջան, այս տեսաձայնագրությունները, որ մենք արել ենք, ինքը ահռելի ֆինանսական եւ աշխատանքային ռեսուրս է ներդրվել այս տեսաձայնագրությունները ստանալու համար, բայց ինքը երկրորդ շրջանից հետո արդեն ժամկետ անց է լինում եւ նորից է պետք անել, այսինքն ընդհանրապես տեղեկատվությունը մաքսիմում 1 տարի անց ժամկետ անց է, պետքա նորից վերանայեք։ Այդ տեսանկյունից ես ձեզ վստահաբար ասում եմ, այնպիսի թեմաներ ենք այստեղ այս շրջանում արձարծելու, որոնք որ թերևս վստահ կարող եմ ասել, խոր ուսումնասիրել եմ, այդքան շատ չի խոսվում Հայաստանում ՓՄՁ ոլորտում, նոր տնտեսությունը առհասարակ ոչ մեկ չի ասում դա ինչ է, այնինչ բոլոր ձեռներեցները պետք է իմանան ինչ ասել է նոր տնտեսություն, ինչ է մտնում դրա մեջ, եւ մնացած բաները կլաստերային մտածողություն եւ մենեջմենտ մոդել, ինչ ասել է լինել կատալիստ, դուք կատալիստ եք ձեր ոլորտում, դուք պետք է իմանաք դա ինչ է եւ ինչպես դուք կարող եք դա օգտագործել, մենեջ անել, ղեկավարել, կառավարել եւ մոնետիզացնել։ Նորությունները շատ են, խորհուրդ կտամ անպայման անդրադառնալ դրան։ Մեկ էլ ձեր առաջին հարցը վճարի հետ էր կապված, սուբսիդավորվում է 90%-ով, մասնակիցը ամբողջ ծրագրի համար միանվագ վճարում է 53,000 դրամ։ Եվ դա որ փուլում հենց սկզբից պետք է վճարվի։ Եվ որ մասնակիցը վստահ ծրագրի մասնակիցը հաստատվում է, մի քանի փուլեր է անցնում։ Եվ որ հստակ հրավեր է ստանում մեր կողմից, որ դուք հրավիրում եք մասնակցելու արդեն, նամակի ներքո նաև լինելու է վճարման պայմանները, կարգը, երբ, ոնց, ինչպես եւ այդ ամեն ինչը։ Այսինքն դա դեռ հիմա չի, դա ըստ երևույթին ակադեմիայի փուլ մտնելուց անմիջապես առաջ կլինի։ Իսկ ֆոնդին հիմա կարող եմ դիմել արդեն ես, ասենք եթե հիմա ուզում եմ ֆինանսավորում։ Ֆոնդին դուք որպես իրիսի ձեռներեց ռեզիդենտ այսպես թե այնպես դուք կարող եք դիմել։ Իսկ այ ճկունություն ֆոնդի դիմելու եւ օգտվելու ճկունությունը այնուամենայնիվ ակսելերատոր ծրագրի շրջանակում է լինելու, այսինքն մենք ակսելերատորի շրջանակում հնարավորություն ունենք մի քիչ ճկունություն ցուցաբերել, որովհետեւ նոր ծրագիր է, նոր ձեռներեցների պրոֆիլ է, նոր կարիքներ են, ամեն ինչը նոր է, մեզ համար էլ է նոր եւ մենք տեղ ունենք, ճկունություն ունենք նոր ոնց որ պատեռն զարգացնելու, հա, ակսելերատորի շրջանակում շրջանառու ֆոնդի օգտագործման պայմանների ձևաչափում։ Մի քիչ երկար ստացվեց ներկայացությունս, բայց հասկացաք։ Իսկ ֆոնդին եթե հիմա ուզում եմ դիմել, պիտի ձեզ դիմեմ, թե ոնց եմ դիմում, թե բանկին։ Այո, info@shnik.am-ին օֆիցիալ նամակ եք գրում, անպայման պետքա դիմեք այն ծրագրով, որով դուք դարձել եք եւ եք ձեռներեց ռեզիդենտ իրիսի, նշում եք գումարի չափը եւ նպատակը։ Լավ եղավ, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ Սաթիկ ջան։ Առայժմ։ Եթե ունենք